Մենք գտնվում ենք հայրենիքում, Հայաստանում, եւ մենք հիմա գտնվում ենք Աշտարակ քաղաքում, սա կամուրջն է, Աշտարակ քաղաքի հին կամուրջը, որը 1664 թվականի է։ Ինձ համար երջանկություն է, որ նաև ամբողջ աշխարհը մեր քաղաքի մասին իմանա։ Մի օր էլ ես եմ կերել, բայց գնացի բռնվեցի։ Հա։ Այդպիսի բան է։ Մաման, հա։ Ամեն վարքյան ասում եմ բոլորին շնորհակալություն, որովհետև այդ ամենը շատ կարևոր է։ Երևանի սրտում համերգ եմ տալու։ Հյուսիսային պողոտայի հենց կենտրոնում 07/07/2026։ Նաև մշակույթի ուժը ու իմ Աշտարակի մշակույթի պալատը չի բացվել։ Ընտրությունը քոնն է։ Դու ասում ես իրական բանականություն, ոչ արհեստական բանականություն է։ Իմ Հայաստան աշխարհին շողշողացող անգինակ, ծիծեռնակի նորոգ բուն, իմ սիրելի Աշտարակ։ Շնորհակալություն հայացք դրսից նախագծի աջակիցներին Big Z Production, Единство и Милосердие բարեգործական հիմնադրամ, Լազարևսկի հիմնադրամ, Safar Travel տուրիստական գործակալություն, Windent ատամնաբուժական կլինիկա, Windent ձեր առողջ ժպիտի գրավական, Mary Moves Մոսկվայում անշարժ գույքի առաջատար գործակալություն, Anahit Travel տուրիստական եւ վիզաների գործակալություն, Anahit Travel վիզաներ աշխարհի տարբեր ուղղություններով։ Բոլորին սիրով նորից ասում եմ բարի գալուստ հայացք դրսից նախագիծ։ Մենք գտնվում ենք հայրենիքում, Հայաստանում եւ իհարկե ես չէի կարող առիթը բաց թողնել եւ այստեղ նույնպես չիրականացնել նկարահանումներ սիրված ու ճանաչված մարդկանց հետ, լավ ընկերների հետ։ Այնպես որ մնացեք մեզ հետ, ովքեր դեռ չեն բաժանորդագրվել, խնդրում եմ արեք դա, որովհետեւ դա օգնում է զարգացնել ալիքը։ Իսկ ես ձեզ համար պատրաստել եմ անչափ հետաքրքիր հաղորդում, ունենք սիրված ու ճանաչված արտիստ հյուր, ով պատրաստվում է իր մենահամերգին։ Եվ մենք հիմա գտնվում ենք Աշտարակ քաղաքում, իզուր չէ, որ մենք այստեղ ենք։ Սա կամուրջն է, Աշտարակ քաղաքի հին կամուրջը, որը 1664 թվականի է։ Այսօրվա իմ հյուրը հենց այս քաղաքից է։ Ողջույն։ Ոյ, լավ էլի։ Մաման ջանի, մանկության իմ սիրելի արևած ծաղիկներ։ Իմ սիրած ծաղիկներ, միշտ սիրում եմ, շնորհակալ եմ։ Բարով ես եկել, ձեր երևում եք։ Այո, մեր քաղաք, մեր մանկության։ Ոնց եք։ Շնորհակալ եմ, որ հյուրընկալվել եմ քեզ, Աշտարակում։ Ես էլ եմ շնորհակալ։ Բարև ձեզ։ Ընդունել ես հրավերս։ Կարոտել եք մեր ձորը։ Շատ, եւ իսկապես Հայաստանում եմ հիմա։ Ու առիթը չէի կարող բաց թողնել ու քեզ չհրավիրել։ Ես գիտեմ, որ զբաղվածությունը շատ է համերգ ես պատրաստում նկարահանումներ, հաղորդումներ, բայց ժամանակ գտար։ Չէ, ինձ համար մեծ պատիվ է, իհարկե, հա։ Ես սիրով ուղղակի նաև իմ հետևորդներին եմ ուզում ասել, որ մենք հրաշալի ու շատ գեղեցիկ քաղաքում ենք գտնվում, մեր մանկության քաղաքում։ Ինձ համար երջանկություն է, որ նաև ամբողջ աշխարհը մեր քաղաքի մասին իմանա։ Մինչ մանկություն տեղափոխվել է, որպես այս քաղաքի բնակիչ, քաղաքացի, նախ ճանաչված ու պատվավոր, ոնց կբնութագրես քո քաղաքը։ Դու իմ քաղաք ոնց որ հարցնես ոնց կբնութագրես քո տունը, հա։ Ծնողին կամ, հա, կամ ծնողիդ, հա։ Ծնած տեղս Աշտարակ, հա։ Ոնց կբնութագրեմ։ Իմ ծննդավայրն է, աշխարհի ամենալավ տեղն է։
աշխարհի ամենամաքուր տեղն է ինձ համար, աշխարհի ամենաջինջ ու զուլալ տեղն է։ Մար ամեն քարի հետ հենց այստեղ որ կանգնած ենք, ամեն քարի հետ մի պատմություն ունեմ, ամեն ծառի հետ մի պատմություն ունեմ։ Ձորում ամեն մի քարի հետ, ամեն մի լողալու անկյան հետ պատմություն ունեմ։ Մտաբերես ինչ որ sense հետաքրքիր արտառոց որ sense կան չէ ինչ որ հիշողություններ մանկության որ sense վառ տպավորված են։ Ես ունեմ։ Հա, շատ ունեմ։ Շատ ունեմ իհարկե, բարև ձեզ։ Բոլորը ճանաչում են Աբա Ադամյանին։ Շնորհակալ եմ, Փառք իմասով։ Սուրբ Սարգիս եկեղեցիս է։ Ուրեմն որ հենց Երևանից, որտեղից որ մտնում ես արդեն աշտարակ, որ գրված արդեն աշտարակ։ Իրականում հիմա իմ աշտարակը ծաղկուն քաղաքներից մեկն է աշխարհի։ Ես շատ հաճախ շրջագայում եմ ու ի շնորհիվ քիչ առաջ տեսեք զրուցեցինք, ի շնորհիվ իմ երիտասարդ համայնքապետարանի, այդպես եմ ասում, որովհետև հիմա խոշորացված համայնք է։ Ի շնորհիվ իմ քաղաքապետարանի, երիտասարդ քաղաքապետարանի ու իմ երիտասարդ քաղաքապետի, իմ աշտարակը այսպես միշտ կանաչ է։ Ճիշտ եմ ասում, կանաչ աշտարակը սա դարձել, արդեն քանի տարի է, բոլորին շնորհակալ եմ նաև մեր նախորդ քաղաքապետերին, համայնքապետերին, բոլորին, բայց հիմա աշտարակը այլ ձեռագրով է հանդես գալիս աշխարհին, որովհետև մեր մոտ տուրիզմը շատ, այնպես շատ է զարգացել տուրիզմը, այնքան հրաշք առաջ է գնում։ Երբ Երևանից մտնում աշտարակ, ասացի կիսատ մնաց, մեր 3 եկեղեցիները, Սուրբ Սարգիս, Կարմրավոր ու Մարիամն են, պիտի անպայման խաչակնքեմ ու մտովի միշտ ասում շնորհակալ եմ Աստված, ինձ նորից տուն բերեցիր։ Եթե ստացվի կբարձրանանք իհարկե։ Ես խնդրում եմ, որ ստացվի գնանք Մոն վառենք, գնանք աղոթենք մեր եկեղեցում։ Տես, ուրեմն, այսպես կանգնեմ։ Պերճ Պրոշյանի անվան իմ դպրոցն է, որտեղ ես դպրոցս ավարտել եմ։ Դու Պրոշյան չէիր սովորում։ Այո, ես Սիսակյանի անվան դպրոցն է, հետո Վիկտոր Սեբաստիացի։ Հիմա եթե կֆիքսենք, հետո կֆիքսեմ այդ տարածքը ցույց կտանք։ Դպրոցից մի քայլ ներքև արդեն մեծ ժայռն է, որտեղ ձորն է։ Ուրեմն մենք ունենք քարանձավ, այդպես ենք ասում։ Այդ քարանձավի միջով ուղիղ գալիս ենք, որ մեզ նայում էին, տեսնում էին երեխեքը գնացին մեկ էլ կորան։ Ուղիղ գալիս ենք, մի հատ մեծ տեղ կար, այդ քարանձավից ուղիղ իջնում էինք ձոր։ Ուղիղ դասից փախչում էինք, այն ժամանակ չարաճճիություններ էի կանում։ Հա, տես, գալիս ենք, միանգամից դպրոցից գալիս ենք ու քարանձավից, այդտեղ մի քիչ փոս տեղ կար։ Ցատկում էինք ու բոլորին թվում էր, թե արդեն ընկել ենք ձորը, բայց այդ քարանձավով տեղ կար մութ էր։ Իջնում ենք միանգամից հենց քասախի կիրճ, հենց ափ էինք դուրս գալիս։ Հա, գետի ափ էինք դուրս գալիս։ Գնում ենք լողալու։ Ու լողացել ենք մենք ընկերներով։ Դա է ժառանգել եմ պապիկիցս տարին 12 ամիս։ Եվ ձմռանը, եւ ցուրտ խորը աշնանը, եւ լողացել ենք դե ամռանը բնականաբար։ Սիրուն պատմություններ շատ ունեմ, այստեղ մեր ավազագյոլն է, այդ ներքևում ավազագյոլն է, մեծ քարեր կա, որից ցատկում ենք, գցում ենք, լավ այդպես ասեմ, ու ամեն քարը իր անունն ուներ։ Ակլորը, Տաշտակը, Վառեկը, լավ մեր լեզվով ասեմ, Ակլորը, Տաշտակը, Վառեկը, հա, տենց էր, մեր գրով ենք, չէ՞, մենք խոսում։ Մի անգամ ձուկ էինք բռնում ընկերոջս հետ, Սամոյի մեր հովոյի դասարանցիս է, իր այդ զական կարթերը շատ լավն էր։ Ու այդ ցուրտ դեկտեմբեր, չգիտեմ երբ էր։ Ու երկուսս ընկանք գերանի վրայից ընկանք ջրի մեջ, հա, բայց եթե հիմա ես ձմռան ընկնեմ Սարա ջրի մեջ կամ անձրևի տակ կմտածեմ թե մեռա, բայց այն ժամանակ մենք այդ խնդիրը չենք ունեցել, շատ սիրուն, հետո դպրոցից չարություն ենք անում, նավթը գողանում էինք, դասարանը սառում էր, նո տենց էլի։ Տարիների չէ, վարարանի։ Դասարանցիները չլսեն եղանա, բայց դասարանցիներով ենք արել։ Դասից փախել ենք այստեղ դասարանցիներով։ Եկեղեցու Սուրբ Սարգիսի տակ մենք մեր դասարանցիներով Գրիգորը, Մանվելը, Սարմենը, Արամը, Նահապետը այդ ժամանակ եմ ուզում հիշեմ մեզ հետ ով կար։ Դե մեր դասարանցի Խաչիկյանց տունը, Ռաֆայել's տունը հենց ստեղ է Զորի բերանն, այստեղից բարձրանում ենք իրանց տուն։ Առաջ անգամ Խաչիկյանց տանը, որ դասից փախել ենք, լոբով ճաշ եմ կերել, լոբով հատիկով, լոբա խաշու։ Ու ես տունը չէի ուտում, բայց այտենց համեղ դասից գնացել ենք սոված, ես այտենց համեղ ճաշ չեմ կերել։ Անունները որ թվարկեցի ընկերներից, դասընկերներից, հենց Սուրբ Սարգիս եկեղեցու տակ հիմա երևում է։ Այ որ հիմա մեր ընկերները ֆիքս են նկարանող թիմը, տեսնում ենք քարանձավը, այդ քարանձավի անունը դրել ենք Պրոշ։ Մենք համ Պրոշյանցի ենք, հա Ձորի Պրոշին այնք էլի, հա Ձորի եզրին։ Իրականում նավթը դպրոցից գողանում էինք, նավթը գողանում էինք։ Գալիս ենք այդտեղ կրակ էինք վարում, նորմալ սպիտակ վերնաշապիկով, հետո տուն էինք գնում լրիվ մոլ։ Մի անգամ լավ, մի բան էլ արագ ասեմ։ Մամաները մեկ չէին։ Մեր դասարանցի տղերքից մեկին անունը չեմ տալիս։ Գրքի բանը բաց ճեղեցինք, վառեցինք։ Քիչ բացում է չարաճճի։ Շատ վատ բաներ են կարել։ Ուրեմն հայոց պատմության գիրք կար, հերթ էինք կանգնում, խեղճ ծնողները մեզ ուղարկում էին այդ գրքերը առնելուց տա գրախանութից, մեջը քարտեզ կար այդ պատմության։ Բոլորիս քարտեզները մենք վառել ենք։
Ինչ անեմ, ապուշ երեխեք ենք։ Խոստովանեցի ես ներողություն եմ խնդրում եմ, որ երիտասարդները կյանքում այդպես բան չանեն։ Դե վառելու բան չկար, վառում ենք, որ փեդերը կպնել։ Տարիներն են, հա, հիշում ես ասում են մութ ու ցուրտ տարիներ, բայց ինձ համար տենց չէ։ Խոտ հավաքեցինք, տետերի թղթի մեջ փաթաթեցինք, սարքեցինք ծխախոտ։ Տղերքից ուսեցինք ծխել, հետո ավելի բան եղանք, ոնց որ զարգացանք, արդեն վառած փեդ էինք դնում մեջը, մեր տղերքից մեկին ասաց ես տուն ես գնալու, մամադ իմանալու է, սպանելու է քեզ, ինչքան կանաչ խոտ կար կերավ ինքը, որ հոտ չգրա, բայց մի օր էլ ես եմ կերել, բայց գնացի բռնվեցի։ Հա։ Այդպեսի բան է։ Մաման հա։ Հավոյի խոստովանությունները մանկության։ Հա, հրաշք, այս ամեն ինչը sense շատ էմոցիոնալ ստացվեց, որ ստեղ հենց հանդիպեցինք։ Շատ էլի հետաքրքիր կամուրջի ներքևում այդ հատվածները, շատ հինվայա, վստահ եմ ես եղել ես հետաքրքիր պատմություններ, հիշողություններ, բայց մեր հանդիպումը այնքան էմոցիոնալ եղավ, որ ես մեր հանդիսատեսին, հեռուստադիտողին, իմ հետևորդներին, հավատարին չներկայացրեցի, որ այսօր իմ հյուրը ով է, տաղանդավոր, անսահման մեծ ու բարի սրտով, քարիզմատիկ երգիչ, դերասան, շոումեն Ավո Ադամյանն է։ Շնորհակալ եմ։ Պատրաստվում է իր մենահամերգին, չէ՞։ Այո, պատրաստվում եմ, այսօր առաջին անգամ 3 է հաստատվել, այսօր առաջին անգամ կբարձրաձայնեմ, որ խոսենք անպայման։ Խոսենք, որ լավ մենահամերգ ենք ունեցել, բայց մի բան ասեմ, արի նստենք այստեղ։ Նստենք։ Ու խոսենք։ Այո։ Սա իրականում համեծ իրաց վայրերից է եղել, մենք երիտասարդ տղաներ էինք, արդեն երեխեք չէ։ Մեր լուսահոգի սպարապետը Վազգեն Սարգսյանը ամեն տարի մարտի 1-ին այստեղ գարնան բացումներ անում։ Ինձ մի քանի անգամ բախտ է վիճակվել, որ նրա կողքին նստեմ, այստեղ էլ հենց Կիսանդրին կա, այո, սպարապետի հավերժ Ինչ է հայրենիքը քո համար։ Ինձ թվում է անբացատրելի զգացում է ու խոսքեր չունեմ հայրենիքի մասին խոսելու։ Կարող եմ մենակ նա ասել, որ ես ստացվում է այնպես, որ թավին 12 ամիս, չգիտեմ, լավ ամիսը գոնե 20 օր 15 օր հա լինում եմ դրսում, նոր եմ վերադարձել։ Չգիտեմ, այդ զգացումը երևի տենց պապերիս գեներով ինձ է փոխանցվել, որ ես չեմ կարողանում ապրել օտարության մեջ։ Չեմ էլ ուզում տա Աստված, ես եւ միշտ ասել եմ, խնդրում եմ ասուն, որ ես իմ տղաներիս հետ միասին միշտ ապրեմ իմ տանը։ Այդ մեծ երջանկությունը։ Հա, երջանք իմ տանը ապրեմ ու թորներս էլ այդ տանը։ Ես այն օրորոցը, որ պապիկս առել է իմ համար, ես այդ օրորոցում որտեղ որ քնել եմ, այդտեղ քնելա քույրս, եղբայրս ու իմ 2 որդիները։ Այդ չեմ ասում օրակրոջս երեխեքը, ես երազում եմ, որ իմ թորներն էլ այդ օր ես հենց հիմա վերանորոգման աշխատանքների, ոչ թե վերանորոգման, ամեն տարի գարնանը բոլորը գիտեն։ Ես մի բան քանդում եմ, մի բան ավելացնում։ Հորս տանը, այն տանը, որտեղ մենք ենք մեծացել, ես, քույրս ու եղբայրս։ Գիտես, դա ինձ թվում է ներողություն, որ ընդհատում եմ, բնութագրումը քո ստեղծարար լինելը։ Եվ հետո երբ որ դու քո տանն ես, քո արմատը փոկված չի, դու արդեն կարող ես աճել, ծաղկել, որովհետև երբ որ ես իմ վրա եմ ասում, հա, երբ որ արմատից փոկում են, տանում են էլի փորձում են դնել հողի մեջ, կարող է կպնի, բայց երբեմն չի կպնում, բայց կպնելուց հետո էլ շատ դեպքերում ինքը այսպես է հարթամ չի աճում, հասկանում ես։ Մի բան ասեմ, դու երջանիկ մարդ ես։ Երջանկությունը ես շրջագայել բնությունը, այդ ամեն ինչը տեղեր են գնում, ասում են, «Վաու, այս ինչ լավն է, այս ինչ սիրուն է», շրջագայում եմ, երջանկությունը, գեղեցիկ բնությունն եմ տեսնում, չգիտեմ, քաղաքակրթությունը, մշակույթը, այդ ամեն ինչը, բայց մի հատ լսի։ Այս ձորը հիմա որ խշում է, ինքը խշում է հայերեն, ինքը խշում է աշտարակի լեզվով։ Ես երթվում եմ, ես իր լեզուն հասկանում եմ։ Հենց հիմա ինքը հայերեն ու աշտարակցու պես է այս ձորը խշում։ Ուրիշ տեղեր օտար լեզվը շատ սիրուն է, բայց չես հասկանում։ Ես երթվում եմ, հենց նոր բացահայտեցի, որ այս ձորս, այս ինչ դա, այս ինչ ուժ տվեց մեզ։ Այո։ Մեզ հյութ են հյուրասիրում, տեսեք աշտարակի ձորում նույնիսկ հյութ են լավ չստացվեց ասելս։ Հյուրասեր մարդիկ են։ Իդեք պես մեր ձորի նարնջից, մեր աշտարակի ձորում նարինջ էլ կա, ինչի՞ չէ, թա բոլորի իման անանաս կա, նարինջ կա, այս գետում ամեն տեսակի ձուկ կա։ Այնպես որ համեցեք,
Աշտարակ քաղաք իսկապես շատ գեղեցիկ վայրեր կան։ Ես ունեմ երազանք, ես ունեմ միսիա, որ պիտի եթե Ես ունեի այդպիսի հարկ։ Ինչ երազանք ունի Աբու Ադամյանը այս պահի դրությամբ։ Ընտանեկան, չգիտեմ, զավակներիս հետ կապված արի այդ ամեն ինչը դնենք մի կողմ։ Ես խոսեմ իմ մեծ գլոբալ երազանքի մասին, որը տածում եմ, այդ երազանքը կա դեռ մանկուց, կարծեմ առաջին կուրսից։ Նախ հիմա ավելի չափած, ավելի մեծ տարիքում իմ նպատակներից մեկն է գեր, որ իմ աշտարակցուն ամբողջ աշխարհը ճանաչի, իսկ մեծ երազանքս այդ միսիա ես ունեմ աշտարակից հետ կապված։ Երվանդ Մանարյանս լուսահոգի մայստրոն վարկատասը մի օր ջղային ասաց, ինչ երազանք ունես, սենց նայեցի իրականում բան, ինչ երազանք ունես, որ մեծանաս, մեծ մարդ դառնաս, գոնե մեծացի ասած ծիրանավորը կսարքես, խոնարհված եկեղեցի ասած։ Կարողանաս, հիմա ես երազանք ունեմ, որ միգուցե մի օր արթնանամ, ստացվի իմ մոտ միտքս այնքան պայծառանա ու արդեն պահը ներկայանա, որ ես հայտարարություն անեմ ամբողջ աշխարհի հայերին կամ աշտարակցիներին ու վստահ եմ ընկերներս հիմա այս որ խոսեցի, սկսելու են զանգել ինձ, ասա ինչ անենք։ Ես իմ ընկերներից հավատ անեմ, խենթանում եմ։ Ու ես բոլոր պիտի այսպես կոչ անեմ, որ եկեք միանանք ու ենթադրենք ծիրանավոր մեր եկեղեցին, խոնարհված եկեղեցին պատրաստենք։ Հիմա հա, ծիրանավորը մեր։ Հիմա բարձրանալու ենք Սուրբ Սարգիս, այնտեղ ես ցույց եմ տալու, նաև երազում եմ, որ այդտեղից փոքրիկ կամուրջ լինի, ճոպանուղի, հա, այդպես կամուրջ լինի, որ Սուրբ Սարգիսը ձորերը միացնի ծիրանավորին։ Եկեղեցու բակից գնանք եկեղեցի։ Եթե կստացվի, եթե չէ, գոնե առաջ Աստված միտքս կլսեն ու այդ ամեն ինչը միգուցե ես չտեսնեմ, բայց խնդրում եմ, որ Աստծուն իրականություն դառնա։ Դե դու ես անել, ուրեմն պիտի տեսնես։ Եվ իսկապես միտքը եւ խոսքը ուժ ունի։ Ուժ ունի։ Իդեմս քեզ ես ունեմ այստեղ մանկության ընկերներ, որոնք ինձ համար իմ չեմ կարող ասել երկրորդ ընտանիք, իմ ընտանիքն են։ Իմ երկու ընտանիքները եւ ընկերներս եւ իմ ընտանիքներս հավասար այսպես պոեզի ռելսերով գնում են առաջ ու հավասար իմ ընկերները, մեր ընկերությունը ընդհանուր է, մեր ընտանիքներով, մեր կանանցով, մեր ծնողներով, մեր երեխեքով, իմ երեխեքը պիտի ճանաչեն իմ ընկերոջ երեխեքին, իմ կինը, իմ ընտանիքը պիտի ճանաչի ընկերոջս ընտանիքին։ Ես մի մեծ ավակ ընկեր ունեի, Խոդարյան Հովիկը, ընկերոջս հորեղբայրը, ասում էր, այսքան լավ ընկերություն եք անում, այն որ մեծանաք, ընտանիքներով էլ ընկերներ դառնաք, այն ժամանակ կհասկանաք ինչ է ընկերությունը ու ձեր ընկերությունը կսրբագրվի։ Այսօր դարձել է այնպես, որ ընկերությունը արդեն քավոր, սանիկություն այդպես է։ Ես միայն չեմ սիրում ընկերության մեջ, որ ընկերոջ քրոջ հետ ամուսնանում։ Դա իմ անձնական կարծիքն է, ոչ ոքի, միայն դա չեմ սիրում, բայց մնացածը ընկերության մեջ ամեն ինչ թույլատրելի է։ Դե լավ, այսինքն որոնց մեկ պիտի ասեն կենաց։ Հիմա մեր աշտարակցիները այս քարին նստել են պապիկս Սերգեյ Ադամյանը Կինտոն։ Ես աշտարակցի Կինտոյի թոռն եմ։ Մեր աշտարակցիները բոլորը ունեն իրենց այդ մականունները։ Պապիկս վստահ եմ այս քարի վրա 1000 անգամ նստել ու ասել է՝ «Սաղ ելնենք, աշտարակցիկ, սաղ ելնենք», այսինքն ողջ լինենք։ Ես էլ ասում եմ սաղ լինենք, սաղ ելնենք։ Սաղ լինենք։ Օրինակ պապի ջան, կներես, այս մտ ձևերը փոխվել է, ձողիկ, մասած գունավոր բաներ, ձեր քաշած օղուց չկամ գինուց։ Սեր սպիտակ կադրերն են։ Շատ եմ խոսում։ Չէ։ Հա։ Ինչ ընտանիքում ես ծնվել։ Ես վստահ եմ, որ հրաշալի մարդիկ են, որովհետև քեզ նման որդին ունեն, տաղանդավոր, հասնող, մի փոքր ընտանիքից հա պատմիքով։ Ծնողները, հետո այ պապիկից խոսեցիր, պապիկը ինչ կպատմեմ, ամենը կպատմեմ, որովհետև իմ ընտանիքի իմ հպարտությունն է։ Ծնվել եմ սովորական աշտարակցու ընտանիքում, Ադամյան ընտանիքում, Կինտոյի թոռ, այսպես կոչումը համին վրա, համ եղբորս վրա, համ հորեղբորս որդու վրա, Սերգեյ Ադամյանի, հենց պապիկիս անուն ազգանունն է կրում, իսկական Կինտոն ինքն է։ Տատիկիս տունը հենց աշտարակի հիվանդանոցի հենց հայացում է։ Հիվանդանոցում այդ պոլիկլինիկան, որ պատրաստված է, մեր հողից է եղել, որ պատրաստել են։ Ծնվել եմ այդտեղ, այսինքն մամաս ոտքով գնացել է ծննդատուն, ինձ ունեցել է ոտքով տուն է եկել։ Դե չգիտեմ հիմա ոտքով թե չէ, այն ժամանակ պապիկս մերոնք լավ մեքենաներ միշտ ունեցել են, աշխատող մարդիկ են եղել։ Շեն տանն եմ շատ ծնվել, տատիկիս ծոցն եմ մեծացել, տատիկիս բառացի, բառից բուն իմաստով տատիկիս ծոցում եմ մեծացել, տատիկիս գրկում եմ մեծացել։ Մինչև այսօր ես իմ տատի հոտը, Ռոզա տատիկիս հոտը, պապայիս մայրիկի հոտը ես զգում եմ։ Մեր համար, մեր եկեղեցիների զատ կարևոր սրբավայր է աշտարակում, աշտարակցիների համար մեր գերեզմանոցը։
իմ երեխեքը փոքր երեխեք են եղել, իրենց փոքր թաթիկներով, տենց այդ եղևների բանի, տենց պարարտաստում էին փոքր տղաս գրիկը փոքր երեխա էր, մեկ էլ ասեմ, պապ չգնանք մի հատ այն յոլկեն ջրենք, մենք շշով ջուրը վերցնում ենք, հիմա ջուր ունենք արդեն այնտեղ, գնում ենք այդ ընտանիքում եմ մեծացել, հորեղբայրս եւ հորաքույրս ինձ համար եւ երկրորդ հայր եւ երկրորդ մայր են եղել, երկու զավակ հորեղբայրս ունի, 3 դուստր հորաքույրս, ու մենք 3 երեխա։ Մեծ ա եղել մեր ընտանիքը, մինչեւ հիմա բոլորի հետ կապ ունենք։ Հորաքրոջս թորնիկները ինձ քերի են ասում, չգիտեմ, հորեղբայրս թորնիկները հոպար քերի են նորից ասում։ Ես ուզում եմ արժանի մնամ այդ պատվին, արժանի մնամ այդ կոչմանը։ Ունև փոքր ժամանակվանից, որ երիտասարդ է ավելի ճիշտ, մտածում եմ, որ ես պիտի դառնամ նրանց համար այնպիսի հորեղբայր կամ քերի, որ ես կարողանամ նրանց համար մի հարց լուծեմ։ Ու շնորհակալ եմ ասում, որ ստացվում է, շնորհակալ եմ ասում։ Փառք Աստծո։ Դա Աստված, որ միշտ ստացվի։ Խոսեցիր տատիկից, մանկության հոտից եւ նաեւ քիչ առաջ ուտելիքներից, այլ ամենավառ հոտը, հա, ուտելիքի, որը կմտաբերես, մամայի պատրաստած տատիկի։ Միշտ գալիս եմ սկզբնաղբյուրից, տատիկից պատրաստած տոլման, տատիկից պատրաստած սուջուխը, որ թաթախում էր, մենք այդ սուջուխի այդ զանգվածը, հա, շփոթ ենք ասում նրան, հա, շփոթը, որ տատիկը թաթախում էր ու տակ տեղը կաթսայատուններ են ժամանակ այդտեղ կախում էր, որ չորանար, խոր այսպես փոսով իշտում էր, մի անգամ ես ու տատիկս գլորվեցինք, ես տատիկի ձեռը բռնած, անկեղծ եմ ասում, ձեռը բռնած, ասում է տատի դուդուխ, սուջուխ է տատի դուդուխ, ձեռը բռնած գլորվեցինք, տատին այսպես ինձ ինքը մի քանի աստիճան հետո մաման պատմել, լրիվ սալ ջարդեր եղել կապոտես, բայց տատին իսպայել է։ Գիտեք, մի դեպք եմ ուզում ձեզ պատմեմ, ես իրականում տատիկիս, պապիկիս հետ կապված ոչ մի բան իրենք ինձ չեն խնայել, ոչ մի բան։ Ասենք ես կարող կանգնել եմ, երկար նայել եմ գիտարին եմ նայել, տեսել եմ մեկ էլ տատիկս ու պապիկս եկան, լուսակերտում էր այն ժամանակ գիտարի խանութ, երես չեմ հիշում ինչ փոքր երեխա։ Հա, գիտարը տատիկս, պապիկս վերցրեցին, գնացին մինչև հիմա այդ գիտարս ունեմ, մինչև հիմա դհոլս տատիկս անվիրել, ռոզա տատիկս մահացավ, շատ երիտասարդ տարիքում մահացավ, մեծ կորուստ էր մեր տան համար, հոպարիս, հորաքրոջս, պապայիս համար, ես երկար ժամանակ պապայիս հետ իրար անկողնում էի քնում, ես տատիկիս հոտը չեմ մոռացել, 2 տատիկներս, ես հզոր պապիկ ու տատիկների թորնիկ եմ, ոչ թե գովում եմ հիմա իմ ընտանիքի կամ իմ մեծերին, ես մի արմատս եմ մամայիս կողմնել Օշականից են, պատմության տեր Գերդաստան, ես խենթանում եմ հորեղբորս համար, հորաքրոջս, ցավոք երկուսն էլ չկան, նրանց ժառանգների, այո, ու քերիներիս համար, իմ քերիները իմ ամեն ինչն են, չգիտեմ, դա իմ մեծ Գերդաստանն է, ես էլ մեծ թորնիկն եմ, ցավոք մեծն եմ, մամայիս կողմից ցավոք մեծն եմ, որովհետև իմ մեծ եղբայրը հորաքրոջս տղան Անդրանիկը երկրաշարժին ընտանիքով մահացան, նաև այն ընտանիքից ենք, որ ամեն ինչ տեսել ենք, ես որ հիշում եմ հերս ինչեր է տեսել, ամեն ինչ տեսել ենք, եւ ուրախություն եւ վիշտ, բայց շեղվեցինք, որ հիմա խոսեցինք, հետ գնացի տատյանց ստուն, բույրը ուտեստի չէ, խոսում էի լոբախաշուի մասին, որ իմ դասարանցի Խաչիկեն ստանը, Խչոյեն ստանը մեր դասարանցի, այսինքն այդ ժայռերով բարձրացանք ու այնքան սոված էինք, մեր տունը պատրաստում են չէի ուտում։ Խաչիկիս մաման ասաց, հələ երեխեք ջան, մի գտալ դրեցի բերանս, իտ ինչ համով էր, եկա տուն ասի, մամ լոբախաշուի չեք դուք պատրաստում, ասաց Շանթուլը ամեն օր պատրաստում ենք, ինչքան պատրաստում ենք, չես ուտում։ Ամենակարևոր բույրը, ամենաուժեղ բույրը, աշխարհի ամենաուժեղ խորոված պատրաստող ինձ համար դա Սամվել Հոպարը սա եղել։ Ամենահամեղ հոտը, որ մինչև հիմա իմ այսպես կա հիշում եմ, դա հորեղբորս պատրաստած խորովածի բույրն է եղել։ Մսակեր է սա որ։ Ես ամեն ինչ ուտում եմ, ամեն ինչ, բացի ավելուկով ճաշից, բայց հիմա դա էլ եմ սկսել ուտել, հա։ Հա, մսակեր։ Որովհետև քեզ նայելով, հա, հետևելով, թե տեսահոլովակներում, թե բեմում, թե ֆիլմում, միշտ այսպես կազմվածքը Արի Տեսնում ես, փիսիկներն են քեզ մոտենում, ճանաչում։ Արի կյանքս, արի դա ის լավ, արի, արի։ Տեսնեմ քեզ, էլ նստի տեսնեմ քեզ։ Ոնց եմ փիսում։ Ոնց եմ փիսիկը։ Դիջի ջողայնացիլով։ Միշտ այսպես տեղին սպորտով ես զբաղվում, թե առողջ ապրելակերպ, թե գենետիկ կոդն է։ Գենետիկ կոդից մասին պատմեմ։ Շատ նիհար գնացել եմ բանակ։
երբ որ նկարներս արդեն տուն էի ուղարկում, papan զանգում էր հերիքա ուտես արա։ Չաղացել ես ու իմ անունը Ավետիք, papaիս հորեղբոր անունն է, ով երեխա չի ունեցել, տատիկս է։ Ոնց որ իր տեքոր անունը տատիկս է դրել, որ առաջին թորս պիտի ասել է իմ ամուսնուս եղբոր անունով դնեմ Ավետիքը շատ գեր մարդ է եղել, որ վիզը չի կարող, ինքը սենց է, մաման ասում է սենց էր պատատվում։ Վիզը չի կարողացել, ու papan ասում էր, «Արա կարող է անունի տիրոջը քաշես, հերիքա ուտես»։ Ուտես բես բանակում մի քիչ չաղացա։ Հիմա դժվարությամբ բայց պահում եմ, սիրում եմ համով ուտել։ Իդեպ իմ ձեռքով պատրաստում եմ Նյու Յորքը հյուրընկալեմ ձեր հաղորդումը մեր տուն։ Հիմա վերանորոգման աշխատանքի խոստացել եմ։ Իմ ձեռքով կպատրաստենք, միասին հաց կուտենք։ Գնում եմ, մարզվում եմ, միշտ լողը, միշտ իմ կյանքում լողը կա, միշտ իմ երազանքի սպորտաձևն է։ Իմ երազանքի սպորտաձևը դա լողն է։ Ֆուտբոլը ինչ որ կա դրանից բայց լողը կարելի ասել ահագին տեղ եմ տալիս կյանքում լողին ու զբաղվում եմ դրանով։ Վազել այդ վարժություններ ամեն ինչ անում եմ։ Իսկ գեղեցկուի կնոջը պատրաստած ամենահամեղորն է սիրում որ անկեղծ եմ ասում չթված է, չգիտեմ, այս ավոն իրականոջ ընտանիքսած իդեալացրել, չէ, մեր մոտ էլ ամեն ինչ կա։ Օրինակելի, գիտե, ներողություն է, որ ընդհատում եմ, շարունակեցում եմ։ Շատ քչերն են, հա, հայտնի մարդիկ, ովքեր ստեղծում են ընտանիք, հետո երկար տարիներ այդպես օրինակելի շարունակում են ապրել։ Դա շատ դժվար է։ Դուք դա պետք է օրինակելի ընտանիքներից մեկն եք։ Այո, դա պետք է պահել աղոթքով, չգիտեմ, փոխադարձ համաձայնությամբ, չգիտեմ, սիրով դրա մասին չխոսեմ, շատ կլինի, բայց ամեն դեպքում անկեղծ եմ ասում, չկա աշխարհում մի բան, որ կինը սիրի, ես չսիրեմ, ես սիրեմ, ինքը չսիրի։ Միգուցե բաներ եղել է, որ ես սիրել եմ, ինքը չի սիրել, ինքը ուղղակի ցույց է տվել ու արել է դա, բայց ամեն դեպքում խոհանոցում կինս ու մայրս մեկը մեկին լրացնող խոհարարներ են, ինձ համար իդեալ։ Խոհարարի իդեալը մայրս ու կինս են։ Խոհարարի իդեալը։ Ու մեկը մյուսից լավ են պատրաստում, կարող եմ անկեղծ դες ասել, ճիշտ բան եմ ասում, որ ասենք նարինեին չգտնենք մի 2-3 օր ուզենանք են որ նարինեն կորի, կարող ենք մի հատ 2-3 հատ ասենք այտենց, չգիտեմ, ոնց ասեմ, այտենց ամբողջական կովի մարմին, չգիտեմ, ցուլ բերենք sense կախնենք, ինքը այտենց տոլմայի միս առանձին, խաշլամեն առանձին, խորովը, ինքը այտենց ժամերով այդ գործի վրա է։ Հա։ Մենք բոլորս էլ պատրաստում ենք, տղերքս էլ, իմ տղերքս էլ, իրանք փոքր ժամանակվանից է։ Ունես շուտով մենք նախատեսում ենք նրանց հետ նույնպես արդեն մեկ ուրիշ վայրում չգիտեմ ինչ եք մտածել, բայց ես ձեր հետ եմ, no problem։ Առաջարկում եմ շարունակենք եւ գնանք այնպիսի մի վայր, որտեղ անցել է այդ տղայական մանկությունը, նաեւ ես մեր թաղամասը, որտեղ մեծացել ենք։ Այնտեղ կա ֆուտբոլի դաշտ։ Հա, գնո երեխեք այնտեղ եմ, հիմա բայց այնտեղ գժանոց է լինելու, այնքան երեխա է։ Ես երջանկանում եմ, որ շատ երեխա եմ տեսնում։ Գիտեք, որ ես գիշերը ուշ, Մարջան, ես գիշերը աշխատանքից ելնելով ուշ եմ տուն գալիս, որ գալիս եմ տեսնում լռություն, ես չեմ աշխարհում ատում եմ լռությունում, որ տեսնում եմ լռություն կամ տեսնում եմ մեր տան մի ժամանակ մեր տան լույսերն էլ են անջատում, դե քնած են մարդիկ ժամը 4-ն։ Հիմա գիտեն, որ պիտի մեր լույսերը չանջատվի, չգիտեմ, սրահի նախասրահի լույսերը պիտի չանջատվի։ Ես այդպես եմ սիրում։ Նույնն էլ մեր հարևաններն էլ մեկ-մեկ լինում որ տեսնում եմ դրսում են լինում կամ մեկի տանը առիթ է լինում։ Մինչև առավոտվա կարա ամեն օր մեր փողոցից, մեր կողքի հարևանի տնից ամեն օր երաժշտության ձայն գա։ Ես ուղղակի կաղոթ եմ ասում, որ էլի գա, որովհետև ես երջանկանում եմ։ Ամեն օր այն կողքի հարևանի երեխեն կամ այն մյուս երեխեն կարա, չգիտեմ, աղմկի, լացի, կոտրի, չգիտեմ, կրակի, ես դրանից երջանկանում եմ։ Չգիտեմ, ուրիշ տեսակ է իմ մոտ այդ ամեն ինչը։ Լռություն չեմ սիրում։ Ու երբ տեսնում եմ մեր փողոցում իմ ամենակրտսեր ընկերը Անդրանիկն է, փողոքը, երկուսի հետ ընկերություն եմ անում, Անպապիկի Անդրանիկ Պողոսյանի, եմ Թորրան, Անդրանիկ Պողոսյանի։ Կրտսեր ընկերս է։ Ես տնից պիտի դուրս գայի, մեկ է գալիս ես դրան մոտ կանգնում ես, ասում եմ փս-փս հոպար եկա, ոցանելի որ իր վրա պարֆյում է անում, ասեցին հոպար փս-փս։ Բոլորի հետ ես ընկերություն եմ անում, սիրում։ Միևնույն ժամանակ շատ վատ մարդել եմ իրականում, շատ չար մարդել եմ, ինչ եղել, բայց մի խոսքով։ Այս տղաներից հետ կհարցնենք։ Ես կարող եմ մի բան խնդրել։ Լավ ինքը դու քո բնավորության որ գիծն ես, որ կուզեր որ չլիներ։ Ես օրինակ ունեմ այդպես։ Այնքան ունեմ, այնքան շատ ունեմ, այնքան վատն եմ, ես ճիշտ եմ ասում, շատ վատն եմ։ Շուտ բռնկվող ես։ Վերին աստիճանի շուտ բռնկվող եմ։ Երևում է քո էմոցիաները, բայց շատ փոշմանում եմ վրասը։ Սրտիս մեջ այդ բանը չկա, էլի նստված չեմ թողնում։ Մի բան ասեմ։ Օրերով կարող մարդիկ սենց, հիշաչար, հոտ են, չէ՞, բառը ասում, այդպես մնան հիշեն որ
Չէ, արագ անցնում։ Ես մեկ-մեկ գիտեք ինչ եմ ասում նախանց ու այն մարդիկ որ հոտած են լինում, իրենց մարմնից ու իրենց շնչառությունից այդ հոտած նեխած հոտը գալիս է, երթվում եմ, ես դա հավատում եմ։ Հա, երևի չգիտեմ, դուք այնց ավելի գրագետ կիմանաք, դուք դրսում եք ապրում եք։ Դուք դրսում եք։ Դուք ում նկատի ունեք։ Իդեպ ես ասեմ 3 եմ վերադարձել ձեր քաղաքից Մոսկվայից, այնքան վատ եղանակ էր, այնքան անձրև մարդ չկա, ամբողջ օրը քնել եմ։ Ես առաջարկում եմ գնանք, եթե կհասցնենք մոմ կվարենք, եկեղեցի մտնենք եւ գնանք արդեն մեր Քո որոշած ընտրաստը։ Հա, ձեր փողոց է ստանում։ Հա։ Մար սուրճդ խմի։ Իդեպ հիմա մենք գտնվում ենք նաև աշտարակի պատմական ջրաղացի տարածքում, այս մեր ետնամասում ջրաղացն է։ Իդեպ ընկերներս ոչ թե ռեստավրացիա են արել, այլ պարզապես պատրաստել են, որ այստեղ կարող ենք մեր միջոցառումները անցկացնել։ Սա գովված չի իրականում։ Առաջին միջոցառումը, եթե չեմ սխալվում, մենք ենք արել ընտանյոք։ Ինձ համար տարերք է, հրաշք է։ Ժամանակին շատ էստեղ ես եմ ելույթ ունեցել, նկարահանումներ են եղել։ Բոլոր նկարահանումները էստեղ էր մի ժամ, հա, ձեր պարերը, այո, այդպես որ այս վայրը ես ուրախ եմ, որ պահպանվում է, այսինքն չի քանդվել եւ ուրիշ մի բանի չի վերածվել, այլ պահպանվել է։ Գնացինք։ Հա, սուրճը չես խմում։ Կխմենք։ Շնորհակալ եմ, որ այստեղ եկանք, ժամանակ գտանք, այս բնության հետ մենք պիտի շատ շփվենք։ Այո, ես եմ միշտ ասում, մարդ ինչքան, որքան հողին մոտ է, բնության մոտ է, այնքան բարի է։ Ես այդ համոզմանը եկել եմ։ Զտում է շատ բնությունը։ Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել նկարահանող թիմին, այնպես ստացվեց, որ ինձ կապեցին Վարշամի կամանդի հետ։ Սաֆրազյանը։ Այո, Սաֆրազյանը։ Ստացվեց, որ այո, քո տեսահոլովակներն են նա նկարում, քո մտերիմ լավագույն ընկերն է, քո ընտանիքի, եւ ես շնորհակալ եմ իսկապես, որ նրանց օգնությամբ Հայաստանում հայաց դրսից նախագիծը ամենայս հրաշալի նկարահանումը եւ հաղորդումը։ Սաֆրազյան Վարշամից մի բառ ասեմ, ասեմ Սաֆրազյան Վարշամն էլ իմ ընտանիքի մի մասնիկն է, որովհետեւ որ հիմա պիտի այս հաղորդումը նայեն, ես արժանացել եմ այս հաղորդմանը ոչ թե քեզ ընկեր, այլ որպես Աբու Ադամյան, դա Վարշամի սուր աչքի ու տեսախցիկի նաեւ շնորհիվ է դարձել, որովհետեւ Խապկանք հերոստասերիալում երբ ես դարձա Աբու Ադամյանը, Ավոն դա հենց Վարշամ Սաֆրազյանի տեսախցիկն էր։ Ուստի շնորհակալ եմ ողջ Սաֆրազյան տանը։ Ընտանիքի Սա էր մեր Սուրբ Սարգիսը։ Այո, 13-րդ դարի հրաշք եկեղեցիներից։ Դե, այս Սուրբ Սարգիսի ես միշտ աչքով պատտվում եմ, Սուրբ Սարգիս։ Չգիտեմ, երևի տես մեծերից մնացած։ Աչլիկ ես։ Աչլիկ եմ, հա։ Սուրբ Սարգիս, այս եկեղեցիով Բաքում ենք մեծացել մենք։ Տեսարան նայի։ Հրաշք է ուղղակի։ Մեր ձորից աշխարհում չկա։ Ծաղիկ է իրականում։ Իրականում ասում ենքան շնորհակալ եմ, որ ստացվեց այս նկարահանումը, այս հանդիպումը, որովհետև ես էլ ամեն ինչում եթե կա Աստված, ուրեմն լավն է, ուրեմն բարին է, եթե կա Աստված։ Ավո, վստահ եմ շատ հավատավոր ընտանիքում ես մեծացել։ Ու երևում է քո հավատքը առ Աստված, որ մեծ է։ Կուզեմ իմանալ քո աղոթքներում ինչն է ավելի շատ, խնդրանքը, շնորհակալությունը, Երկուսը։ Առաջին հերթին շնորհակալությունը, հետո խնդրանքը, հետո մեղանչելը, մեղքերից թողություն խնդրելը։ Շատ հավատավոր դե ես հավատում եմ Աստծուն, որ հորս աղոթները ինչու՞ չէ հասնում են Աստծուն ու ես դրանցով ապրում եմ, շարժվում եմ ընտանիքս, ես դա շատ կարևոր է։ Չգիտեմ որքանով է ինձ մոտ ստացվում, բայց դե սովորական աշխարհիկ մեղավոր կյանքով եմ ես ապրում։ Պիտի այդպես ասեմ ամեն դեպքում։ Ինչ ես կարծում, առհասարակ ոչ միայն հայ ժողովուրդը, ինձ թվում է ամբողջ աշխարհի մարդկությունը, հա, գլոբալ առումով շատ ենք հեռացել Աստծուց, բնությունից, ասենց շատ թվային ենք արդեն, ինչ ես մտածում այդ առումով։ Գիտես, ես չէ որ պետքա դրա մասին շատ խոսեմ, քննադատեմ, բայց միգուցե քո ասածում ճշմարտություն կա ու մոտավորապես 80% համաձայն եմ։ Մեր մարզում, մեր եկեղեցիներով, մեր հոգևոր հայրերով իրականում ինձ համար իրանք իդեալներ են։
բոլորը իմ աշտարակի մասին եմ խոսում, իմ աշտարակի բոլոր հոգևոր հայրերի օրհնությունը ես ստանում եմ ընտանյոք, նրանց հետ մայրս ուխտագնացությունների բազում ուխտագնացությունների ներկա լինում մայրս մեր քահանաների հետ միասին, եթե ստացվում է կամ չգիտեմ ինչ, փորձում ենք ամեն կիրակի, որ պատարագի ներկա գտնվենք, եթե ես եթե պատարագի ներկա չեմ, ապա ընտանիքիս անդամներից մայրս միշտ ստացվում է, որ ներկա ենք լինում, գոնե ընտանիքիցս մի հոգի, փոքր տարիքում համբարձումը ստաղաց Համլետը, խորաներ բարձրանում մեր քահանաների հետ միասին, այո։ Մի անգամ կարծեմ էլի եմ պատմել, հիմա Սուրբ Սարգսում մեր Տեր Մկրտիչն է իմաստուն հրաշք մի ես Տեր Մկրտիչի խոսքով ասուն ճանաչել եմ, մամայիս աղոթքով ու Տեր Մկրտիչի խոսքով ասուն ճանաչել եմ, դա եղել է 2005 թվականից, որ ինձ մոտ որ ամենան է իմ եկեղեցին իմ Աստված, Համլետս փոքր էր, փորը ցավում էր երախում, ինչ չէր ստացվում, ձիզ բակսեր ոզում, մի խոսքով ստացվում էր որ հա լուրջ էր այդ ամենը արդեն լուրջ էր դարձել ու մի անգամ տարանք մամայի հետ մեր մոտ աշտարակ, իմ աշտարակի բժիշկները բոլորը լավն են, ամենալավը աշտարակին են։ Գնացինք այդտեղ բժշկու մոտ, դե նշանակումներ արեց, բան ասացի, համ ինչ ես ուզում, բալես, պուճուր, նոր փոքր երեխա, նոր պուճուրի կա, նոր տես բլբլում ասի, ինչ ես ուզում։ Մտածում եմ խաղալիք ա ուզելու առնեմ կամ ինչ որ մի մանկական սրճարան տանեմ, ինքը տենց բան, ասեցի, ինչ ասենց, ինձ տալ տել մի կլտիչի մոտ։ Երթվում եմ, շաքավում եմ, ու սենց խաչակնքում էր, սենց էր անում, ինձ տալ Տեր Մկրտիչի մոտ, ցուրտ էր ձմեռ, տարել ենք մեր Սուրբ Մարիաննե եկեղեցին, Տեր Մկրտիչն ասաց թողեք երեխուն գնացեք հեռու, թող ինքը ինչ ուզում անի, աղոթք կարդաց Տեր Մկրտիչը, Համլետես ես ու մաման լուր նստածն ենք, այդ շատ ցուրտ ձմռան է, երևի մի ժամ ու կես խաղաց խորանի դիմաց, խալու դիմաց ու մոռացանք այդ երեխու լուրջ բան եմ ասում, հա, հիմա թե աստուծորությունը վստահաբար կարող է աստուծորությունը նաև ազդես բժիշկներին հետ, դեղերին հետ, բուժման մեջ, բայց ու մոռացանք, բայց մի բան էլ ասեմ, աշտարակիս հետ կապված, որ Համլետի ձիզ բակսերոզը չէր լավանում։ Իմ ընկերոջս մայրը, որ նաև իմ մայրն է, իմ Կարնեցյոծյաս։ Ինքը որ լսի կիմանա, հա, որ ինքը մի դեղ է պատրաստում։ Գիտես չեմ ասում հեյքի, ինքը լուրջ մասնագետ է իր գործի մեջ, բժշկուհի չի։ Ինքը մի դեղ է պատրաստում, հեղուկ է պատրաստում, որը իրականում իմ համար անմահական դեղերից մեկն է։ Այդ դեղը նաև աշտարակի ձեռքով պատրաստած այդ դեղը նաև օգնեց իմ տղային լավացավ։ Մի խոսքով քո հայրենիքը, քո տունը, քո երկիրը, քո ծննդավայրը, քո ընկերությունը, քո եկեղեցին քեզ բուժում է։ Քո արմատները։ Քո արմատները, այո, քեզ բուժում է։ Արմատներից է սկսվում ամեն ինչ։ Հա։ Դե գիտես, որ մարդ մոռացավ իր արմատի մասին ու մոռացավ որտեղից է եկել ուր է գնում, կարծում եմ արդեն ինքը մարդ կոչվել, արդեն դադարում է մարդ կոչվել։ Հիմա ուզում եմ ներքևում խոսեցինք Ծիրանավորից ու Սպիտակավորից։ Գնանք Սպիտակավորն ու Ծիրանավորը թող տեսնեն իմ մեր հեռուստադիտողին։ Հեռուստադիտողներին, հետևորդներին, այնպես որ եթե Հայաստանում եք, գաք հայրենիք, անպայման այցելեք աշտարակը։ Մեր տունը եմ հրավիրում։ Ես իմ հետևորդներին հանդիսատ եմ։ Քո տնից երևում է, ձեր տնից երևում է։ Իհարկե, իմ տունը հետո եկեղեցին, բոլոր երևի թե եկեղեցիները երևում են, ուզում եմ հարցնել, օրինակ իմ մանկության, պատանեկության, երիտասարդության պատկերներ ունեմ ես, հա, որ Ռայլերն է, Արագածը, հետո նաև Մասիսը, որտեղ ես 2015 գագաթում եղա։ Քո պատկերը որն է քո մանկության, պատանեկության։ Դու հենց հիմա ինձ հիշեցրիր, մեր պատուհանից հենց առավոտյան արթնանում եմ, մեր պատուհանից արթնանում եմ Արայի լեռն է, որտեղ ունենք ծաղկեվանք, դրա մասին գիտեն, Կույս Վարվարայի հետ Քարանձավը, իմ 40 օրեկանին այնտեղ են տարել, պապայից 40 օրեկանին, թե չգիտեմ, մինչև 7 տարեկան կարծեմ պապայի մազերը, տատիկս չի կտրել, այնտեղ են կտրել այդ Արայի լեռում ծաղկեվանքում, դա մեր այ որ ասում ես, դա մեր ընտանեկան այդ սրբավայրերից մեկն է, սրբատեղերից մեկն է։ Հիմա մեր եկեղեցիները Ծիրանավորը, Սպիտակավորը։ Այո։ Ծիրանավորը Սա Ծիրանավորն է, նա էլ Սպիտակավորն է, հեն այն սև։ Նայի, հա, ինքը Սպիտակավոր։ Այն էլ իմ դպրոցն է, խնդրում եմ նայեք։ Օպերատորները կադրը կբռնեն։ Սաֆրեզյան, այն է իմ դպրոցն է, հիշում եք, նա իմ դպրոցն է։ Հիմա այն տեսնում եք Կարմիր տանիքով ռեստորան այնտեղ, էլի մանկության ընկերներին, սա ամենալավագույն տեղերից մեկն է։ Իդեպ ասեմ, իմ ընտանեկան խնջույքները, իմ ընտանեկան ցանկացած առիթ դեռևս կյանքումս չի եղել, որ որևէ միտեղ պիտի լինի, այստեղ պիտի լինի։ Աշտարակում։ Տեսեք ինչ գեղեցկություն։ Շքեղություն, շքեղագույն։ Լավն է։
Հիմա սիրտդ ինչ երգա ուզում։ Դե, այստեղ կանգնած պիտի անպայման երգենք։ Որը երգենք։ Իմ Հայաստան աշխարհի շողշողացող անգինակ ծիծեռնակին օրոք բուն իմ սիրելի աշտարակ ես հաճախ ասում եմ ոչ թե աշտարակ իմ սիրելի աշտարակ չեմ հասկանում հեյա ինչա խառնված է ցնչյունը աշտարակ չգիտեմ ավելի շատ աղոց է լինում նա ապորոթի Սիրուն է շատ։ Մեր աշտարակում արդեն տեսեք բարձրահարկ շենքեր են կառուցվում, արդեն 3 բարձրահարկ շենքեր են կառուցվում, որը շատ ուրախություն է։ Մի հատ ունենք 9 հարգանին հիշում ես։ Հիմա արդեն ամեն ինչ է կառուցվում։ Բայց դա է 9 հարգանին։ Չէ։ 9 հարգանին են, որ են շուտ, չգիտեմ քանի հարկ կլինի։ Կարծեմ 14, եթե չեմ սխալվում, շատ լավ աշխատանքներ։ Բայց եթե չեմ սխալվում, սա մեր նախկին Պիոներ պալատի տեղն է։ Իսկ իմ երազանքն էր, որ վերականգնվի Պիոներ պալատը։ Ես այնտեղ հաճախել եմ բարի, նկարչության։ Հիմա այդ Պիոներ պալատի տեղը բարձրահարկ շենք է, ես էլ ունեմ։ Իմ գլգաս միսեին է կտում, աջան այդտեղ քո ստուդիան կբացես, խնդրեմ չկա։ Գրեք, ստուդիան կբացես։ Մի հատ այնտեղ կա, բայց տեսեք կարմրավորը, կարմրավորն էլ 7-րդ դարի, հա, 7-րդ դարը։ Կարմրավորը։ Այստեղ խնդրում եմ մի հատ նայ, որ ասում եմ մեր դասացի խչոյնս տուն, այդպես եմ ասում, խաչիկես տուն էինք բարձրանում, այտենց այսպես բարձրանում էինք, այն ժայռերի տակով ինաստունը այն կանաչ որ ծառեր էր։ Վտանգավոր բաներ եք, էքստրեմի սիրահար ես։ Ոչ, հիմա բան եմ դարել, հիմա այտենց վախկոտ եմ դարձել, բայց Այ, լավ թեմա, ես ուզում եի հարցնել, ինչ վախեր ունես աղոտ դու, որովհետև ես ինքս մինչև ամուսնանալ եւ բալիկներ ունենալը գրեթե վախեր շատ քիչ էին։ Ծովից եմ վախենում, հատակը երբ որ ես չգիտեմ, բարձրությունից չեմ վախենում, թռիչք ինքնաթիռներից, իսկ հիմա երեխաներից հետո այդ ամեն ինչից արդեն կմտածեմ գնամ Արարատ բարձրանալու, ամեն թռիչքից առաջ ես ասենց անհանգիստ, ինչ վախեր ավոնում։ Ամբողջ աշխարհը գիտի ինքնաթիռից։ Իսկ ինչպես ես այդքան։ Ասեմ, 20 օր դու կրկրում ես։ Այսօր որ սա տրամադրությունս լավ է, բան դեղ ունեմ, դեղ եմ խմում։ Մարդիկ սխալ կհասկանան։ Չէ, սեդատիվ եմ խմում, դա սովորական դեղ է, սեդատիվը նույնիսկ գարեջրի մեջ կա։ Լավ, չգիտես, հիմա ասեն կոնտեստից կհանեն այդ պահը։ Կասեն ավոն դեղ է խմում։ Դրա համար, հա։ Ճիշտ եմ ասում, երթվում եմ 3։ Եկել եմ ու օդանավակայանում մոտեցան ինձ մեր հայուհիները ում հարսանիքին պետք է ներկա գտնվեմ շուտով։ Զրուցեցինք, խոսեցինք, երեխեքը գնացին, ես այս անկյունում նստեցի, այդպես հերթը կանգնած եմ, արդի գնում են դեպի ինքնաթիռ, ես ժամին եմ ժամով դեղս որ խմեմ, ինքը ազդի արդեն ինքնաթիռում թռիչքի ժամանակ չզգամ այդ, ոչ թե քնում եմ, ոք է տատականներից չի լինում, մար իսկական եմ ասում ինքնաթիռում, ոնց ասեմ, որ դողում ես, այդտենց ես դողում եմ լինում ա դեպքեր, ու այս անգամ Նարինեն հետս չէր կինս, ասեցի Նարինեն գոնե հետս գար, որ լինում ա ցրում ա, խոսում ենք, 2 կոճակ խմեցի այդ սեդատիվից, ինքը շատ լավ դեղ ա, իդեպ դեռը հասներին են տալիս այդ ատականների բանի համար, ու այդպես արդեն շատս թույն իմ համար մեկից պատտվեցի տեսա մարդ չկա, վազելով եկա գոռում են, ավետիկ, երթվում եմ, վերջի մարդն եմ եղել, սեդատիվ օգտագործել։ Իսկ հասցրել ես գազ։ Փարկաստը, որովհետեւ եթե չհասցի ներկայ նկարահանումը տեղի մի ժամանակ ինքնաթիռի հետ կապված թռիչքի ամեն ինչ ունեի սեդատիվը, որ լեզվի տակ ես դեմ, սեդատիվը, որ խմում ես, բան ունեի, որ sense երակների տես սկսում, շնչում, չի ասում, լինում է մոտս բռնում է։ Նման մարդիկը, չէ, ինձ մոտ այդ աստիճանի չի, բայց եւ վերջին այս հատվածում այս պահի դրությամբ աղոթքներում մտ ինչ խնդրանք է առհասարակ։ Խնդրում եմ, որ իմ մեծ ընտանիքից ոչ ոք չպակասի։ Ոչ ոք։ Եղբայրս Միացյալ Նահանգներում ապրում, Արմանը։ 3 հրեշտակ ունենք աղջիկ, Լիլիթը, Կարինկան, Օֆելաս։ Ուզում եմ որ բոլորը առողջ մեծանան, անհոգ մեծանան։ Ու ուզում եմ իմ մեծ ընտանիքը ոչ միայն առաջին ընտանիքս պապաս, մամաս այդ ընտանիքն է, երկրորդը արդեն իմ ընտանիքն է, երրորդը իրականում դուք եք, երրորդը իմ ընկերներն են։ Խնդրում եմ Աստծուն, որ ոչ ոք չպակասի ու ուզում եմ որ շատ եմ ուզում որ մեկս մյուսից կյանքում ավելի հաճախ լինենք, մեկս մյուսից տեղյակ լինենք։ Նոր նկարահանման ենք ու զանգեց իմ ընտանիքի ամենակարևոր անդամներից ընկերներից մեկը Հեբոյան Գագիկը, սրտային վիրաբույժ, աշխարհում միակ ու անկրկնելի ինձ համար։ Ես այդպես եմ ասում, որովհետև եղբայրս է
որ հիմա վստահ եմ, որ հիմա այսպես շատ լավ զրուցում եմ ու այսքան լավ ստացվում է մեր հաղորդումը ստացվելու է, Հեբոյան Գագիկի տված էներգիան էր դա, որովհետև ասի Գագ նկարահանման եմ, ասած աստված քո հետ հետո կզրուցենք վերջ։ Ու զանգել էր ասում էր ինչքան ժամանակ է իրարից լուրջ ունենք, այսինքն մի 3 օր չենք խոսել։ Փառք Աստծո, փառք մեր Աստծո։ Փառք մեր Աստծո։ Այո, տահապան թող լինի քո ընտանիքին, մեր հայ ժողովրդին ու մեր հայրենիքին։ Ամեն։ Գնացինք ու ասած տեղը, ես արդեն անհամբեր սպասում եմ, որ ես իմանայի ֆուտբոլի կոշիկներս։ Հա, ես որ իմանայի այդպես է ֆուտբոլի կոշիկները կհագնեի, որ ֆուտբոլ խաղային։ Ոչինչ, տղաները կխաղան։ Երթվում եմ, տես, երթվում եմ, վարժ։ Երթվում եմ, մեր դասարանցիները, որ գնում ենք Բագավանում իրենց թաղամասում ֆուտբոլ խաղալու, հող, քարեր, սենց մեծ ամեն ինչ, ու բուծիները մեր են, որ հագնում ենք ֆուտբոլը, հիմա երեխեքը ամեն մեկը 20 տոն է։ Մեզ չէր հերիքում, ամեն օր ճղվում էր, ինչ էինք հագնում, գիտես։ Որովհետև քարի ու հողի մեջ է։ Գիտես ինչ էինք հագնում, երթվում եմ վայնի բաներով, այն բացին կեքով ֆուտբոլ ենք խաղում, որ հանկարծ մեկը մեկի ոտին խփում էր բանակյա։ Մերնում ենք, մանկության ընկերներս Մանվելը, Սարմենը, Հրաչը, Հունանը, ֆուտբոլի կամադան, մեր բոքսեր Կարենը։ Բայց տանից էլ հեռու չէր դաշտը։ Հա, բա ինչ էր։ Հիմա ասեմ, որ փոքր տղես Գրիգը այդ դաշտի պահապաններից մեկն է, ասել եմ Գրիգ, ես դաշտ եկա, մի հատ չոպ տեսա, մի հատ քար տեսա, ավելորդություն տեսա, ասում եմ, պապ, Բագավանում մեկ-մեկ տատիները գալիս են ջղայնանում, ասում են։ Չէ, իսկապես հրաշք է, որովհետև մենք մեր ժամանակ չունենք այդ հնարավորությունը, իսկ հիմա մեր պատանիները, հա, երեխաները, ինչ չէ, երիտասարդներն էլ են խաղում, մեծերը նույնիսկ ունեն այդ հնարավորությունը եւ պիտի ասեմ, որ այդ դաշտի վերանորոգման ու ստեղծման մեջ մեծ ներդրում ունի աղոն։ Չէ, իմ ընկերներս են արել, իմ աշտարակից քաղաքապետարանն արել։ Ես այն ժամանակ ներկայացրել եմ, ես այն ժամանակ, լավ է, գնացինք։ Գնացինք, վсё, Վարշավի գնացինք։ Մենք հասանք իրականում ապրես։ Ես վաղուց տեղ չէի եկել, տղերքս ասում են։ Ես քո մանկությունը։ Նայր իմ մանկություն։ Հա, բայց նայի, որ ասում եմ աշտարակ ամենալավն է, չեք հավատում։ Սենց դաշտ որտեղ կա։ Շնորհակալություն այն մարդկանց, ովքեր այս ամեն ինչի հեղինակն են։ Չէ, ես չկամ։ Շնորհակալություն իրենց։ Որովհետև այո, մեր մանկության տարիներին ասա, որ այստեղ ամբողջությամբ հողեր ու քարեր։ Այդ եմ ասում, եթե հիմա այս որ հագնում են այդ ֆուտբոլի կոշիկները լինել, մեզ մի ժամ չէր դիմանալու։ Նա ժամանակ դրա համար այդ բաներով ենք, ինչ են, ասում Կիրզովի սապը դրանցով են գալիս խաղալու։ Կար, բայց խեստ ծանողները քանի չէին կարող առնել, մենք էլ ամեն օր ենք խաղում։ Այստեղ գիտես ինչ է լինում, ֆուտբոլով գրազ էինք խաղում ամեն օր։ Ու գիտես ինչի վրա գրազ։ Դե որ թվականները 96-ից, 95-ից։ Այո, եկան ընկեր, արի։ Էսին փոքր տղաս, արի գրիկ։ Արի, ընկեր մի հատ ուզում եմ տեսնեք բոլոր ընկերներս են։ Ոնց ես խոճոջ։ Ողջույն։ Ինչ կա։ Սան, ողջույն։ Ես իմ ընկերներն են բոլոր, ես իրանց հետ ընկերություն եմ անում։ Ես բոլոր հետ ընկերություն եմ անում, արի։ Ոնց եք տղեր։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լավ եք տղերք։ Գիտեն, տեսնում եք ինչ հյուրն է այստեղ։ Մարինեն իմ մանկության ընկերն է, ոնց որ դուք, ինքը իրականում Բագավանից է այստեղ ապրել։ Հիմա արդեն ամուսնացել է, ապրում է Մոսկվայում ու հաղորդում է նկարում, արդեն քանի 3 տարի կա հայաց դրսից։ Այսօր որոշել ենք, որ ցույց տանք իմ մանկության վայրերը, որտեղ եմ անցկացրել, ոնց ենք անցել, ոնց ենք ապրել միասին։ Մարկը նրա տղեն է կրսել, իմ ընկերն է, Մարկը իմ ընկերն է, ֆուտբոլ է խաղալու։ Так, եկել ենք հիմա, եկել ենք ձեզ տեսնենք, հա ֆուտբոլ խաղանք միասին, հա մի քիչ կզրուցենք, հա, տղեր։ Մի հատ ուզում եմ փորձենք վազել։ Վազել, ես ամեն ինչ կարող անեմ, ես ամեն ինչ վազել, քայլ։ Կարամ գրիկ դավա, հələ մի հատ գլխիս։ Նայ վար, գցի գլխիս։ Մի հատ է որ թռնելով խփեմ։ Գցի գրիկ։ Տեսա։ Սուպեր։ Հիմա գնացինք մի հատ էլ արա ակնոցս ընկավ, մի հատ էլ արա։ Դավայ։ Գլխիս։ Գնացինք։ Մարկ դու ես։ Մարկ արի, արի Մարկ։ Բրավո, գոլ։ Երեխեք դուք երջանիկ եք, մենք հողերի մեջ էինք խաղում, հիմա տեսեք ինչ կանաչապատ։ Իրանք են խաղացել, հա, երբ իրանք են խաղացել։ Շատ սիրուն է, չէ՞, ստացվել։ Լավ է, չէ՞։ Մանկության գիրք բերեցի։
Քեզ էլ շնորհակալություն դրա համար, որովհետև եթե դու չլինեիր, մենք չէինք գային քաղաք, իմ մանկության վայրեր ու քո ու այս էմոցիաները չէինք ապրի։ Իրականում շնորհակալ եմ ձեր թիմին, որ հատուկ ներողություն որոնթատացի, Մոսկվայից որ հատուկ եկել եք, ոսն սիրուն հաղորդում եք նկարում։ Բայց թիմի կեսը քոնն է։ Վարշամին հա իսկապես նորից շնորհակալություն։ Սաֆրազյան։ Մի հատ քո մանկության այս շրջանից, հա, այս դաշտի հետ կապված, կա ինչ-որ տենց հիշողություն, որ կհիշես։ Շատ, լիքը։ Հիմա այստեղ տղերքիս հետ նստած եմ, Գրիգորը կրսեր որդիս, Գրիգը, բոլորը իմ ընկերներն են, Գրիգի ընկերներն են, մանկության ընկերներն են ու բոլորը իմ ընկերներն են, ես իրենց հետ տղեր, եթե մի բան սխալ կասեմ կամ թվա որ եթերում ինչ-որ սուտ եմ ասում, խնդրում եմ ինձ ասեք, որովհետև իմ կյանքում երբեք չի լինում, որ սուտ խոսեմ։ Եթե սուտ խոսեմ, ձեր աչքերից եմ ամաչելու։ Ես ժամանակ եմ գտնում բոլորի հետ ընկերություն անելու, ճիշտ եմ ասում, իրենց բարևելու, մենք իրար հետ այնպես ջերմ ենք բարևում, կարծես թե իրենք իմ հասակակից ընկերներն են, ես իրենց, բայց այնքան հարգանքով ու կարգին երիտասարդներ են, ոչ թե իմ տղայի ընկերներն են կամ իմ կրսեր ընկերներն են, ես բոլորին շնորհակալ եմ։ Արսենը Միրզախանյան, Արթուրը Միրզախանյան, Արթ մի քիչ արի մոտիկ որ դու երևաս։ Եղբայրներն ու իմ մանկության ընկերոջ Արտուշի Միրզախանյան, մանկության ընկերոջ, մենք ընտանիքում արդեն քաղաքավոր սանիկություն ունենք։ Մի տան պես ենք Հովոն իմ մանկու դասընկերուհուս եղբոր որդին իր պապան իմ մտերիմ ընկերն է Սամվելը չէ Սամվել չի ասում չէ Սամոն մեր Սամոն Տիկոն ու Հայկը մի խոսքով բոլոր իմ ընկերներն են ես իրենց հետ շատ եմ ընկերություն անում բայց իրենց այսպես նայելով ներողություն եմ իրենց այսպես նայելով ամեն անկյունում հիշում եմ իմ ընկերներին օրինակ Մանվելու Սարմենը մանկության ընկերներս Հայաստանում չեն, Ռուսաստանի Դաշնությունում են Հրաչը, Հունանը, մեր Կարենը, որ ասում է բոքսյոր, Արթուրը, Անդոն մեր ոսկերիչ Շատերն են, հա դրսում։ Հա, ընկերներս հա, շատ ենք ստեղ խաղում, այդ մեր այդ կոմանդան շատ ուժեղ էր, ով կային տղերքից, ու տարբեր խմբերի հետ խաղում ենք, ու մի բան ասեմ, կատակով տղերք, կատակով ենք խաղում, կատակով գրազեր, չեմ ուզում երեխեքին վատ մասով, մենք միշտ գրազով ենք խաղում, Բաղավանում Ռազին հիշում ես, Ռազը, որ ստեղ փոքր խանութ կրպակ ունեին, Ռազը հիշում ես, Ռազը հավերժ իմ ավակ եղբայրն է մեր հավերժ ընկերն է, ինքը մեզ շատ մոտիվացրել է, գալիս էր ասում էր, ինչ եք կանգնել դուրսը կամ ստե չի, դաշտը կայ չեք ֆուտբոլ խաղալու, եկեք ասում էր, որ թիմը, որ կոմանդան կկրի, խնձոր եմ տալիս, ճիշտ եմ ասում, խանութից բերում ես մեզ քաղցրավենիք էր տալիս, լավ, խոսքդ շաքարով կտրեմ, տես խնձորով եւ այլն մոտիվացվել եք, հիմա ինձ հետաքրքիր է երիտասարդներին ինչն է մոտիվացնում, տղաներ Ըստ քեզ օրինակ, հետո իրանք Օրինակ ես շնորհակալ եմ Գրիգի այդ մեծ կամքի դրսևորմանը, որ ինքը սպորտը ահա որ շատ սիրում է։ Ես եթե Գրիգի նվիրվածության մի մասը, ես ոնց որ երգն եմ սիրել, այդպես Գրիգը սպորտն է սիրում։ Ու ես իրան տեսնում, ինքը սոված լինի, անձրև գա, ձյուն գա, չգիտեմ, ինչ լինի, աշխատի, օգնում է տանը հիմա մեր վարպետներին, չգիտեմ, անգլերենի պարապմունքի գնա դասի լինի, ինքը սպորտը մի վարքյան չի թողնում ու ես Երեք այսքան հայրիկի հետքերով չես գնում։ Գնում ես դեպի Փոքր ժամանակ ուզում էի, բայց հիմա ոնց որ մտափոխվել եմ։ Սպորտ ավելի ուժը։ Իսկ որ սպորտաձև։ Մշամար։ Օ, հետո քրքիր է, շատ անսպասելի։ Ուժեղ տղերք են իմ ընկերները։ Ուժեղ տղերք են, չէ՞ արդ։ Բոլորս էլ սպորտով զբաղվում ենք ու շատ ենք սիրում։ Ներողություն։ Ոնց որ պապայի պատմությամբ բոլորս էլ մոտիվացվում ենք ու տենց խաղում ենք ամեն օր։ Չէ, տղերքը ես Երանի խնդրում եմ, որ սենց շարունակեն, սենց մեծանան։ Մենք լավ սերունդ ունենք, չնայած Միշտ էլ ունեցել ենք ու միշտ էլ ունենալու ենք։ Գիտեք, պարտադիր չի, որ օրինակ վերցնենք մնացած ազգերին, որ չգիտեմ, որ ազգը, որ ասում ես մեծանաս լավ մարդ դառնաս, ասում է չէ, ինքը լավն է, մեծանալու ավելի լավը դառնա։ Իրականում մերոնք լավն են ու մեծանալու են ավելի լավը դառնան։ Ես խնդրում եմ տղերքին, ասել եմ միշտ Գրիգին էլ եմ ասել բոլորին էլ, որ այս դաշտում մի հատ չոփ եթե տեսա, ձերը չեմ խոսելու, որովհետև իրականում այս հեշտ չի տրվել։ Տարիներ այս, տասնամյակներ այս, որ նոր տրվել է այս ամեն ինչը ու նորից ես պիտի ասեմ մեր այս մեր քաղաքով զբաղվող մարդկանց, չգիտեմ ովքեր զբաղվում են, չմտածեն անընդհատ խոսում է իր քաղաքից, համայնքից, համայնքապետարանից, չգիտեմ, մարզպետից, հենց այդտեղից է։ Ես այնքան ամեն վարքյան ասում եմ բոլորին շնորհակալություն, որովհետև այդ ամեն ինչը շատ կարևոր է։ Շատ լավն են մերոնք։ Որպես ավակ ընկեր ինչ ես իրենց իսպես խորհուրդ տալիս։ Խրատ չեմ ասում, բայց իհա։ Ինչ ես ասում։ Խորհուրդ եմ տալիս, խնդրում եմ, երբեք չհիասթափվեն, որպեսզի իրենց բոլոր երազանքները
Այսպես սանդղակ, աստիճան իջեցնել։ Երազանք, ցանկություն, նպատակ, իրականություն։ Երազանքը բերես դեպի ցանկություն, ցանկությունը նպատակը իրականացում։ Ես իրանց հետ Համլետի հետ մեծ տղայիս հետ մենք շատ սիրուն կարգախոս ունենք, սիրել, վախենալ, հավատալ, ճուշանալ ու ժամանակից առաջ չընկնել ու վերխոյանալ։ Դա մեր երեքի այսպես չգիտեմ, կարգախոս ասեմ, ու միշտ իմ երեխեքին ասում եմ, իմ ընկերներին էլ եմ ասում, տղերքին, որ երազանքը պիտի դարձնես ցանկությունը նպատակ իրականացում։ Այդպես պիտի շարժվես առաջ, աստիճան պիտի առաջ գնաս։ Այդ եմ ուզում, որ իսկ ճանապարհին աշխատասիրությունն է, չէ՞, ամեն ինչ լինելու է, դժվարություն, հեշտություն, չգիտեմ, խաբկանքա լինելու, չգիտեմ, ամեն ինչ լինելու։ Խանգարող մարդիկ են լինելու, բայց նաև օգնողներ են լինելու։ Ամեն ինչ, իրանք են այդ ամեն ինչի մի մեծ մասնիկը դառնում, իրանք են խանգարում, իրանք են օգնում, բայց երբեք չդադարեն իրենց երազանքի ետևից գնալ երիտասարդները։ Հրաշք է ուղղակի դա։ Ավ, ես ուզում եմ հիմա տղաներին հարցնեմ, Ավոյի ամենասիրած երգը ամենքիդ ո՞րն է։ Գրիկ, քեզնից սկսենք, պապայի ամենասիրած։ Շատ սիրում եմ։ Բայց այն որ ամենասենց բոլորն էլ այո, լավն են, ես հիմա Ավոյին էլ եմ հարցնելու, բայց նաև հասկանում եմ, որ դա ոնց որ ասես, որ բալիկի տես ավելի շատ։ Կամ մամային ես շատ սիրում, թե պապային, չէ։ Բայց կա, չէ, որ սենց ժանր ոչ, որ ավելի հոգեհարազատական, որ երգն է, որ սենց։ Դե պապայի բոլոր երգերն շատ սիրում եմ։ Տենց երգ չկա, որ չլսեմ ու չհավանեմ, բայց ամենաշատը որ միշտ լսել եմ ու կլսեմ, Տարտասովոր աղջիկն է։ Գիշերը կյանքն ուրիշ է, ավելի սենց իմ ոճի մեջ։ Ու այս վերջի տեսահոլովակը երգը տին։ Իսկ գիշերը կյանքն ուրիշ է քո ոճի մեջ, գիշերը թե երգը, ախպերս։ Համ երգը, համ գիշերը։ Ես փոքր ժամանակ սիրում եմ, Վերջի տեսահոլովակում դու նկարահանում։ Ոնց սաքսոֆոնը հարներ։ Խոճոճս էլի սաքսոֆոն։ Ինքը ամենից չկուն ինչ որ իր չկա մի հանձնարարություն, որ Գրիգին 10 հանձնարարես, ինքը հանկարծ թերի լինի կամ կիսա թողի, բայց կարող է ասենք այդ ամեն ինչ անի վերջացնես գնդակը որ պիտի դնի ենթադրենք պահարանում կամ այդպես գնդակը տենես այնտեղ գցած է այդ էլ կշտկի ոչինչ Իհարկե ամենավատ Գրիգի բնավորություններից մեկը հիմա ասում եմ որ ինձ այսպես ստիպումա շունա ուզում շունա ուզում մենք ուղղակի ապրում ենք մեր շներով մենք բոլորս ընտանիք տղաներիս հետ միասին իրա չգիտեմ 5 տարեկանին թե 4 տարեկանին ես իրեն շուն նվիրեցի 4 տարեկանին շուն նվիրեցի անունը հենց Happy դրեց այդ շունը կեսից սկսեց լավ չպահել թողեց պապիկի հույսին հետո ես վերջում նորից իրեն շուն նվիրեցի կեսից սկսեց հիմա նորից եմ նվիրել դեռ անունն էլ չենք որոշել հա գերմանական ավչարկա է հա հիմա ասենց ասում եմ եթերով Գրիգ ջան եթե լավ չպահեցիր всё ախպերս էլ լավ չէ լավ է շատ լավ է պահում աշխարհը լսեց Լավ, Գրիգ, դու որպես որդի, պապայի բնավորության որ գիծն ես շատ սիրում եւ որ գիծն եմ, դե լավ էլի պապ։ Չէ, բնավորության գիծ չկա, որ չսիրեմ։ Իմ համար պապան միշտ օրինակ է եղել, օրինակ կմնա։ Պապայի ամեն արածով, ամեն քայլերով ես փորձում եմ պապայի հետքերով գնամ, ոչ թե դառնամ երգիչ, այլ միշտ հարցնում եմ որպես մարդ, միշտ հարցնում իր մանկությունից, ամեն ինչ ուզում եմ պատմի, իմանամ, որ նույն ձև ես անեմ ու ցույցում եմ, որ հասնեմ պապան քո հերոսն է։ Ինքն էլ իրականում Գրիգը փոքր տղա է, բայց ինքն էլ իմ հերոսն է, երկու տղերքս։ Մար ես ուզում եմ որ ժամին ես տուն գամ, ինչ անեմ, իրանք երկու աղբեր պիտի ինձ դիմավորեն։ Ես շնորհակալ եմ իրանց ասուն Ինձ մայրիկին այդ լավ դաստիարակության համար չկա մի բան որ իմ կինը հանկարծ իրենց վատարարքներից վատարարք չարություններ է լավ դից ինձանից հանկարծ պահի կամ թաքցրած լինի որովհետև աշխարհում դա փչացնում է եւ ընտանիքը եւ ծնողների ու երեխա հարաբերությունը եւ իրականում երեխեքին ու ես տենց օրինակներ տեսել եմ ու գիտեմ մաման պիտի ամեն ինչ երեխեքի մասին իր ամուսնուն ասի ամեն ինչ բան պիտի չպահի հա Թե ամուսինը ոնց կվերաբերվի, ոնց կպատժի կամ կողջունի, բայց պիտի իմանա, այո։ Շատ ճիշտ ես, համաձայն եմ։ Շնորհակալ եմ քեզ Գրիգ։ Ինչ եք սիրում մամայի պապայի հետ անել, այ որ սենց ընտանիքով անում եք ու դա ձեր համար ինձ ամենաերջանիկ պահերն է, ամենահետաքրքիր։ Շատ են վստահ եմ, բայց ասենք ինչը կառանձնացնեք։
Դե շատ եմ սիրում, որ քաղաքից դուրս են գնում ու հիմնականում հեռու տեղ։ Ահա։ Մենք միշտ երկրից դուրս եմ սիրում, բայց ծնողներիս հետ, պապայի հետ եմ շատ ճամփորդել ու շատ եմ սիրում։ Գրիգի հետ ապրելը ուրիշ պատմություն է, ուրիշ վայելք է, Համլետի հետ ապրելը ուրիշ բան է, ուրիշ վստահություն է։ Շնորհակալ եմ ես Աստծուց իմ տղերքի համար, իրանց երեսին չեմ ասում, խնդրում եմ իրենց, որ սենց շարունակեն ու սենց ապրեն։ Եթե իրանք սենց իրենց դրսևորեն, մինչև 50 տարեկան գոնե, հաստատ իրանք պատմության մեջ մի ձեռագիր կունենան։ Հա։ Աստված։ Հիմա վերադառնանք ընկերներին։ Երգերը մտաբերեցիք, հիշեցիք։ Դե հոպարիս բոլոր երգերն համարյա թե լսում եմ ու ասեմ, որ ամենահոգեհարազատը հոպարիս երգերից դա նոր տարին է, երբ որ փոքր ժամանակ հոպարս ու հայրիկս աշտարակի հրապարակում երգում էին։ Նոր տարին չգիտեմ, շատ հոգեհարազատ է ինձ համար դարձել ու ասեմ, որ հոպարս ու հայրիկս իրար հետ են առաջին քայլերը իրենց արել ու երբ որ մենք գնում ենք երկրից դուրս, հոպարս առաջին ինձ սովորացրել լողալը։ Ճանապարհի ընկերներս են, իր պապայի հետ առաջին մեր գումար իրար հետ ենք աշխատել, երգել, դու մինչև այսօր աշխատում ենք միասին ու ապրում։ Մեր ընտանիքներն էլ, մեր կանայք էլ իրար հետ, իր մաման ու իմ կինը, Գրիգի մաման ու Արսենի մաման, հարազատ քույրեր են։ Այդ չէ, քույրեր իր պես են, այսինքն տենց է, հարազատ քույրերը տենց է, մոտ ընկերներ են։ Փոքր ավետ ունենք, մի բան ասեմ։ Ոյ, ուզում եմ այսպես խոնարհվում եմ, ասում եմ շնորհակալ եմ։ Արսենը 17 տարեկան է, Գրիգի հետ դասարանցիներ են, բայց Արսենի կրծեր եղբայրը ավետը 2 տարեկան դեռ չկա, սեպտեմբերին է լինում 2 տարեկան ու գիտեք, չգիտեմ, երջանկություն ասեմ, ամենաերջանկություն ասեմ, Աստծո պարգև ասեմ, երբ որ ավետը ծնվեց, կամ իմացանք, որ Արտուշ ընկերս որդի է սպասում մեծ տարիքում, ու իմացա, որ ամենակարևորը իմ անունն է լինելու, ընկերոջ անունն է, ու ես էլ ավետի կնքահայրն եմ, ես շնորհակալ եմ Աստծուց, ընկերությանս, ու այդ ամեն ինչին, որ արժանացել եմ, որ այդքան կամ։ Կեցեք։ Ես առաջարկում եմ միասին մի երգ երգենք, որը տղերքը կարծում եմ գիտեն, Գինիլիցն ենք երգում, համաձայն եք, հա, արս գինիլի, հա, երգում ենք, հա, Սաֆրազյան երգում ենք, տղեր երգում ենք, աշխարհ սարսեց հայու ահը, գետին ընկավ թուրքին գահը, պատմեմ ձեզ թայլաթի մահը գինիլից, ընկեր ջան գինիլից, խմողած անուշ անուշ, խմողած անուշ, պատմեմ ձեզ թայլաթի մահը գինիլից, ընկեր ջան գինիլից, խմողած անուշ անուշ, խմողած անուշ, հեյ! Ես էլ եմ շատ սիրում եմ երգը։ Ավ, երգեցինք, քո մանկությունից կա այդպիսի մի երգ, որ սենց քեզ միշտ հետապնդում է, քո մեջ է։ Հենց գինիլիցը, որովհետև այն խմբում, որտեղ որ ես երգում եմ Հայաստանի լավագույններից, Միկել Գայանեի մոտ Գայանե Գրիգորյանի, ես հենց գինիլից ինքս եմ երգել, հետո երգել եմ Դարձյալ փայլեց հասնո գլխին, ազատության դրոշակ, տեսեք, միգուցե հիմա երեխեք, ստացվի որ իմ նոր երգերից եղել է որ համերգի ժամանակ աշխարհի սիրուն աղջիկը սաունդտրեկը խապկանքի, ուրեմն այդ երգը որ ես ամեն օր եմ երգում, երակներումս, մտքումս, հոգումս, ամեն տեղ կա այդ երգը, համերգի ժամանակ Ստրասբուրգում միացավ նախանվագը ռան տարան տարայ ռայ ռայ ռայ, ժողովուրդը այնպիսի ընդունելություն ցույց տվեց, ես դուրս եկավ եմ բառերը մոռացա, լինում այդպես, երգեցի առաջին անգամ կյանքում, սիրտը իմ այսպես զարկում, չեմ ժողովրդին փոխարեն երգում, այսինքն բառերը մոռացել եմ, չեմ կարող ժողովուրդը կեսս տեղից երգում, կեսն տեղից երգում ու բառերը մոռանում եմ։ Դա իմ նոր երգերս են, չէ՞, բայց այն երգերը, որ ես սովորել եմ 7 տարեկանից ու շարունակում եմ մինչև այսօր, քնից ինձ արթնացրեք, հա իմ ռազմահայրենասիրական, ժողովրդական, աշուղական, ինձ քնից արթնացրեք, ինչ ուզում ա լինի, ուզում եմ մեռած լինեմ, ինձ արթնացրեք քնից ու ասեք, այս երգը բառերը ասա կամ ինձ լինում է ընկերները զանգում են շուտ արում սրա բառերն ասես ինչ երկի հարագարակ ու չկա տես բան որ ես բայց այս նորերը կարող եմ մոռանալ
Շնորհակալություն հայացք դրսից նախագծի աջակիցներին։ Big Z Production, Единство и Милосердие բարեգործական հիմնադրամ, Լազարևսկի հիմնադրամ, Safar Travel տուրիստական գործակալություն, Windent ատամնաբուժական կլինիկա, Windent ձեր առողջ ժպիտի գրավական, Mary Moves Մոսկվայում անշարժ գույքի առաջատար գործակալություն, Anahit Travel տուրիստական եւ վիզաների գործակալություն, Anahit Travel վիզաներ աշխարհի տարբեր ուղղություններով։ Մենք հիմա գտնվում ենք մի շատ հետաքրքիր վայրում, ավո այստեղ շատ ես ելույթ ունեցել, վստահ եմ։ Հիմա Աշտարակ քաղաքի մշակույթի տանն ենք։ Եվ պիտի ասեմ, որ դա քո շնորհիվ է, որ մեր առջև բացվեցին այս գեղեցիկ ու հիասքանչ տան դռները մեկ զանգով։ Իսկ դա նշանակում է, որ քեզ շատ սիրում են, հարգում են։ Ինչ ես զգում։ Խոնարհություն։ Առաջին հերթին խոնարհություն։ Եվ նրա համար, որ իմ առջև դռները բաց են, եւ նրա համար, որ ես արժանի եմ այստեղ նստելու քո հաղորդմանը հյուր։ Այսօր շատ հագեցած օր ունեցանք։ Ու շատ սիրուն մտածված էր, որ վերջին այդպես բանալին դուրը պետք է բացի հենց մշակույթի տան մեր, որտեղ որ ես իմ առաջին քայլերը չէ, առաջին քայլն եմ սկսել, առաջին քայլն եմ արել։ Իդեպ դու էլ։ Իդեպ դու էլ։ Ինչ կմտաբերես, այստեղ առաջին ելույթդ կհիշես։ Գիտես, իմ ուսուցչուհին ընկեր Գևորգյանը, Անահիտ Գևորգյանը, որ ասում են երկրորդ մայր, իմ ուսուցչուհի իմ երկրորդ մայր, ինքը այ հենց կերտում էր այդ կերպարը։ Իմ բոլոր ուսուցչուհիներս այդպիսին են, մինչև այսօր։ Բայց ընկեր Գևորգյանը մեր կազմակերպչական առումով ամենան էր։ Ես իրանից շատ եմ սովորել, շատ ինքը աշտարակսու լեզվով եմ ասում, ամագունի իմ վրա, ավանդ ունի շատ։ Ու ես միջոցառումներն ես այստեղ լեփլեցուն դահլիճով, լեփլեցուն ծափերով, երիտասարդ մամաս, երիտասարդ աղջիկ մամաս, քորիկս, Անուշիկը, աղբերս, դասարանցիներս, ուսուցչուհիներս, իմ աշտարակցիները բոլորը այստեղ նստած էին։ Ես խոստանում եմ հենց հիմա որ ես մշակույթի տանը ես նորից համերգ եմ ունենալու։ Հենց հիմա խոստանում եմ։ Ես իմ մշակույթի տունը չեմ մոռացել։ Եվ ասեմ, որ հենց այս վայրկյանին այժմ մշակույթի տունը շատ ապահով ու ստեղծագործ ձեռքերում է։ Նորից երիտասարդ կազմով աշխատում են այստեղ տնօրենը ու մնացած աշխատակիցները։ Այո, ես էլ հետևում եմ դրսից եւ ուրախալի է, որ իսկապես այստեղ արդեն շնչում է, ապրում է բուրըն ստեղծագործական, հա, թատրոն կա նույնիսկ։ Այն տարիներին չկա այն։ Ես հիշեցի ներողություն եմ խնդրում, գիտես ինչ հիշեցի։ Մենք այստեղ խաղում էինք, կավեն էր, հա, կավեն էր, ու այդտեղ մի հատ հատված կար, չեմ կորում հիշում։ Ու ես բան էի խաղում։ Անկերս Մարտին հիմա բժիշկ է։ Ինքը Ռուստամ, չես խալեմ ասում։ Այն օրը ասացի եմ մոռացա Ռուստամ ու Սուսան, որ ասում բացառակրսկից սև խալը։ Բացառակրսկից սև խալը ես էլ աղջիկն եմ, ես էլ խալաթով գալիս եմ ասում բացառակրսկից սև խալը։ Չգիտեմ տեսել եմ, ոնց հետո բան այդ մեր ռեժիսորը ասել է, ասես ոտիս են, ասում եմ, բայց ոտիս է այդ խալը, ոնց որ տես մի հատ բան է, ես էլ աղջիկ, ոնց աղջկա ձենով փոխած խոսում է եւ այստեղ երգել եմ, այստեղ իմ ամենասիրուն երգերից մեկը, որ մամաս պահպանել է կա, երգում եմ Անուշիկ իմ քույրիկ, առաջին անգամ Անուշիկ իմ քույրիկը, հա, առաջին անգամ Անուշիկ իմ քույրիկ երգը այստեղ եմ երգել, դա իմ Անուշիկիս հրեշտակիս համար քույրիկիս ու մաման ասաց սովոր այդ երգը քույրիկիդ համար երգի։ Դա Անուշիկ իմ քույրիկը, եթե ամսվա մեջ 30 կամ 50 անգամ չեմ երգում, գոնե մի 40 անգամ երգում եմ իրականում մարդկանց ցանկությամբ։ Ոյ իրականում sense նայեցի երթվում եմ ամեն ինչ աչքիս, ընկեր Գևորգյան աչքիս առաջ եկավ լուսահոգի։ Այդքան երանտ, այդքան ուժ, ընկեր Շաքարյանը, որ միշտ պատկառելի դեմքով, ընկեր Մելիքյանը առաջին շարքերում նստած էին, ու ես նայում եմ իրենց խոսելուց, ընկեր Մելիքյանը իմ լեզվի գրականության, Մելիքյան Աշխենը, մեր լեզվի գրականության ուսուցչուհիս, ու ընկեր Մելիքյանը, որ ես ապրում եմ, վաստակում եմ, իմ հայերենի հարցում ինքը մեծ դեր ունի, իմ դպրոցը, մինչև իմը կա դպրոցի, իմ կապը գնալը, գալը, ամեն ինչ։ Ուրեմն մտածում եմ, որ դեն որ մի քիչ շարժվում եմ, արդեն մտածում եմ, որ Համլետիկս պիտի առաջին դասարան գնա։ Մտածում եք Երևան տեղափոխվելու մասին։ Դե Նարինեն կինս Երևանից է կենտրոնում ապրում, հենց
Նարդոս դպրոցը մի քիչ հեռու է տնից, տեղափոխվելու մասին ենք մտածում։ Երևի արդեն այդ նախապատրաստական բանի մեջ ենք, որ երախուն տանենք, դե մտածում ենք, չգիտեմ, ես ամեն դեպքում հորիցս երբեք հեռու չեմ մնացել։ Դա մեկ էլ ինձ զանգեցին, վերցրեցի, ալո, Ավիկ, իր թորնիկն էլ Ավիկ, իմ մանկության ընկերն է Ավիկս, ինձ էլ էր Ավիկ ասում են Գեշաքարյանը։ Ավիկ ուր ես։ Ասի Գեշաքարյան ջան, ինչա պետք ասեք, ուր գամ։ Երեխուն որ դպրոց ես տալու։ Ինքը տենց ասացի Նարինեն կոքսեր կինս։ Ասացի Գեշաքարյան Պարչի Պրոշյան։ Ապրես տաղես։ Հետո Գրիգիս հարցում ընկեր Մելիքյանից հետ էի խոսում։ Հա Վետիկ ջան, ինչ ես արել երեխու հարցում, ասի Պարչի, բայց մտածում էի, գոնե Գրիգին գոնե տեղափոխի, կե Մելիքյան ջան մեր դպրոց են բերում։ Ու իրականում ես շնորհակալ եմ, որ այդ իմ երեխեքին իրենք դիպել են։ Իմ ուսուցիչն էլ ուսուցչուհին էլ էս։ Որպես տեղափոխվեցիք Երևան։ Մի անգամ կյանքումս 2 օրով տեղափոխվել ենք, որ նոր բնակարան գնեցի։ Արդեն ես աշխատել էի, կարողանում էի, դե երջանկություն էր ինձ համար, որ ես բնակարան եմ գնել։ Եկանք սիրուն, ես իմ բարձը որ գնամ հետը ստանում, բարձը էլ վերցրեցի գնացինք Երևան։ Առաջին օրը որ մի օր լինի Նարինեն կպատմի, կինս, ասում առավոտ արթնացով սենց նոր շտուկ մնում եք, ասացի, հա, խի դուր ես գնում, ասացի ես գնամ տուն, մի քիչ քնեմ հանգստանամ, որ գործի եմ գնալու, եկա աշտարակ քնեցի, գործից հետո նորից գնացի, 2 գիշեր քնեցի, արդեն 3-րդ օրն էր, բարձրս վերցրեցի, ասի երեխեք մնում եք, մնացեք, ես գնացի տուն։ Ոտենց եկա աշտարակ։ Չես կտրվում, այո, քաղաքիցդ շատ շրջագայում ես, խոսեցինք դրա մասին, էլ անընդհատ դու հյուրախաղերի ես, նկարահանումների, նախ բազմաթիվ անգամ վստահ եմ նաև առիթ եղել է Միացյալ Նահանգներում առաջարկ վստահ եմ ունեցել ես մնալու, բայց այդպես էլ դու գայթակղությանը չես տրվել ու աշխատել ես, վերջացրել ես, ավարտել ես ու էլի հետ ես վերադարձել։ Իմ ցավոտ թեմաներից մեկը, որ իմ այսպես հավասար կեսս Միացյալ Նահանգներում է։ Արմանս ախպերս Միացյալ Նահանգներում է ու ինքը այնտեղից է ցավում մռմռում ու ես այստեղից որ ինքը ինձանից է հեռու ես իրանից իմ կյանքը ավելի հզոր ավելի ուժեղ կլիներ նույն Արմանինը որ մենք իրար կողք լինենք գոնե մենք իրար ախր մենք չենք պատկերացրել ինչա բաժանում ինքը ամեն օր զանգում ասում արի ես ամեն օր իրան ասում եմ դու արի մեր կյանքը չի ստացվել երկու ախպեր հա ինքը զանգում է արա ինչ խոսում է ես իրան եմ ասում ինքը ինձ ասում խնդրում եմ երազանք սա դուրը մի օր բացվի որ երեխեքով տուն գա կամ արդեն 9 տարի ախպերս այնտեղ է քաղաքացի են հա բայց կարևոր լավ բան է ուզում ասեմ մոռացա Միացյալ Նահանգներից հա Միացյալ Նահանգներից վերադարձել եմ դե ես գնացել եմ այնտեղ գեղֆիլմ եմ նկարվել եկել դա էլ եմ հասրել հիմա Եվ տեսնենք արդեն մոնտաժը սիրուն շատ սիրուն կինո է երեք կարևոր կերպարներ ես որ կերտում եմ կերպարահոր գլխավոր հերոսուհին Յանեչկան էր փոքրիկ Յանան կարծեմ երևի 7 տարեկան կամ 8 կամ 6 հրեշտակ իմ հրեշտակներ դա ինձ աղջիկներ իմ աղջիկներ ես պապանայի հետո Աննան Մանուչարյան երրորդ կերպարներ էլի գլխավոր հերոսուհիներ բայց մայրը չէր հերոսուհու մայրը փոքրիկի մայրը մահացած էր ասա որ չեմ պատկերացնում ինչ խաղաղություն է իջել մեր վրա չես ուզում խոսես ու ես լռությունը չխզես իմ մոտ հենց հիմա այդ վիճակն է հանգստությունը երևի յուրա ինձ թվում է դա մշակույթի ուժն է մի հատ հետաքրքիր հարց եկավ առհասարակ ինչ ես կարծում ազգը պահպանելու ամենակարևոր մի բան կարող եմ ասել ներողություն եմ խնդրում նաև մշակույթի ուժը ու իմ աշտարակի մշակույթի պալատը չի բացվել երբեք անարատ է այստեղ ոչ թե իմն է անարատ է լուրջ բան եմ ասում այստեղ շատ շինծու մարդիկ չեն դիպչում մեր աշտարակցիները շատ շինծումներ ֆալշեր, արհեստականներ չեն սիրում։ Մենք օրգանիկ մարդիկ ենք։ Ոնց կան կտենց ենք։ Մենք չենք ուզում ցանկանանք հաճոյանանք որևէ մեկի։ Մենք կոպիտ ենք, մենք կռվարար ենք, չգիտեմ, մենք հյուրասեր ենք, ամեն ինչ ենք, բայց մենք այդ արհեստականը չենք սիրում։ Կա է դա, չկա է դա։ Ճիշտ ես։ Այ ամեն դեպքում ըստ քեզ ազգ պահպանելու մշակույթը, բայց հատկապես որ ճյուղն է ըստ քեզ որ մշակույթը պահպանում է, ազգը ներկայացնում է դրսում, հա, մեր ինքնությունը։ Ես կարծում եմ ազգի դեմքը մշակույթն է։
իրականում ազգի դեմքը մշակույթն ավ իր գործիչները։ Ես ոչ մեկի ոչինչ չեմ ասում, բայց կոնկրետ հայապահպան, դարերով հայապահպան մեր գործին նպաստել է մեր մշակույթը։ Իսկ մեր մշակույթում պատկերված է մեր տեսակը ու բնավորությունը։ Մեր մշակույթը ունի մեր բնավորությունը։ Այդ բնավորությամբ մենք ապրել ենք մինչև այսօր։ Ճիշտ եմ, չէ՞ ասում։ Յուրօրինակ գույն ունենք, չէ՞, հոտ, նաև սենց։ Անհամել ենք շատ։ Շատ, անհամել ենք շատ։ Ես չեմ ուզում դա անհամել ենք, անտաղանդել ենք շատ։ Օրինակ շատ բաներ կա, որ ես ներկա օրերի չեմ ընդունում։ Ինչ օրինակ չես։ Խնդրում եմ, չխոսեմ դրա մասին, շատ բաներ։ Ես մի բան ասեմ, բայց մի բան ասեմ, ես բազմիցս ասել եմ, առաջին հերթին ասել եմ տանս, երեխեքիս մոտ ու ասել եմ միշտ իմ եթերներում, եթե ես որևէ մի բան չեմ կարողանում փոխեմ, ես դրա մասին չեմ բողոքում ու չեմ տրտնջում, չի սազում ինձ, տղամարդուն չի սազում, եթե ասում ես փոխելու ես, չգիտեմ, հատակը, ու տես գնաց, այս հատակը վատնա, չգիտեմ ես ինչ հատակ, այլ վատնա փոխի։ Խոսեցինք դերերից, ֆիլմերից, սերիալներ, ֆիլմեր, գեղարվեստական ֆիլմեր, ամենահոգեհարազատ կերպարը որն է։ Ով քիչ առաջ մենք դաշտում խոսեցինք ու դու ինձ ասում էիր, որ լավ երգ արտիստի համար ոնց որ լինեն երեխաներ կամ չգիտեմ ընտանիքի անդամներ, մի քիչ դա մեծ էր ասված, բայց իմ համար իմ երգերը, իմ կերպարները բոլորը հոգեհարազատ են ու բոլորը իրականում ոնց որ երեխաների ոնց որ նոր մանուկ աշխարհ գալիս, հա, ամեն մեկը մի գույնով, ամեն մեկը մի տեսակով, ամեն մեկը մի համով ու հոտով, բայց հստակ վստահաբար ասում եմ, որ US Armenia-ի հետ համագործակցությունը, սցենարը Անուշիկ Պետրոսյանի մեր Անուշի, մեր ամեն ինչը, որ ասեմ ռեժիսորը սուտ կլինի, որ ասեմ օպերատորը սուտ կլինի, որ ասեմ տնօրենը սուտ քիչ կլինի, որ ասեմ մեզ կերակրողը քիչ կլինի, որ նկարահանման ժամանակ այնպես անի, որ մենք չմրսենք քիչ կլինի, սովը այդ ամեն ինչը մեր եղել է Վարշամ Սաֆրազյանը, ում կադրում հիմա մենք նորից նստած ենք։ Ոչ թե ինքը կադրից դուրս է, ես դա ասում եմ, ես ունեմ շնորհակալություն հայտնելու մի քանի մարդկանց, ուզում եմ շնորհակալություն հայտնեմ US Armenia-ին, կամ կարծում եմ առաջին հերթին Անուշիկ Պետրոսյանին, որովհետև նրա առաջարկն ա եղել, որ ես նկարվեմ։ Սաֆրազյան Վարշամին, Վարշամ Սաֆրազյանին, իր թիմով։ Որ հիմա իրականացնում են մեր թիմը ոչ թիմի մասին չի խոսքը, այն թիմին, որ իմ համար էլ Վարշամի համար էլ կարևոր է ու իմ լավ ընկերոջը, գործընկերոջը Տաթևիկ Ադոմյանին, ում հետ կերտեցի, մարմնավորեցի Ավո Էրիկա կերպարը, այդտեղից ծնվեց աշխարհի սիրուն երգը, գեղեցիկ այո, ամբողջ աշխարհում մեծ ճանաչում գտավ մեր հեռուստանովելը, բայց դրանից հետո ունեցել եմ Էլենա Սահակյան, մեր լավ չէ, մեր շատ կարգին ընկեր Էլենա Սահակյան, որ միասին խաղում էինք, Մերին Երեմյան, որ Միացյալ Նահանգներում խաղացինք, երեխեքը բոլորը լավն են։ Ու գիտես, հիմա իրենք թող նայեն կադրից են կողմ ասեն, բոլորը իմ համար դառան այնքան հարազատ ու դարձան լավ ընկեր, լավ ինձ համար քույր, իրականում են, որ դա շատ կարևոր բան է։ Բոլորին ողջույններ։ Բոլորին ողջույններ։ Հերվից։ Այո, ես անցյալ տարի հենց այստեղ մեր մեջքի ետևում մեր աշտարակի մեծ հրապարակն է մեր։ Այո, քո համերգից եմ ուզում հարցնել։ Էլի ես չէի։ Իմ աշտարակներ ու իմ աշտարակցիներ, որ կանգնեց իմ թիկունքին, իմ մեջքին, ու մենք արեցինք մեծ բարեգործական համերգ։ Իհարկե չեմ կարող չխոսել Մարիաննա ընկերության մասին, որ իմ բարեկամներն են, իմ հարազատներն են, իրենց անարատ այդպես պրոդուկտով էլ իրենք էլ այդպես ընտանյոք անարատ են իմ բարեկամները, բայց իմ աշտարակը ու ես չէի պատկերացնում։ Երբ որ գնացել էի, ես տուն գնացի, երեխեքը փոխվել էին արդեն, եկել էին, զանգեց տնօրենը, ռեժիսորը զանգել են Ավո ջան, գալիս ես, բան ասեցի, ժողովուրդ, ինչ վիճակը հրապարակը, տնօրենն ասաց, ապեր, բայց դուրս չի գալիս, ոնց որ կարող եմ արդիկ չեն գալիս, կարող է չգան։ Ես մի հատ ստոպ տվեց, ես վախենում եմ գործելուց առաջ խոսեմ։ Ասացի համբերի։ Ու մեր հրապարակում տեղը դադար չկար, մոտավորապես 15,000, 13-ից 15,000 այդ կողքերը չէին հաշվել, այդքան մարդ ա եղել։ Վիդեոները տարածվեցին համացանցում, շատ սիրուն հետաքրքիր։ Այդ աֆրիկյան
տղաներ են։ Հա, բաները աֆրիկացի երեխեք։ Բերեցիք, ինչպես հայտնվեցին բեմում։ Իրանք եկել են, ես չեմ ասում, որ իրանք չեմ ասում, որ հատուկ Հայաստան են եկել իմ համերգեմը, բայց իրանք հատուկ միայն համերգ պրոյեկտ պայմանագիրը կապված եղել, որ իմ համերգին պիտի պարան։ Մենակ։ Իմ ընկերներն են Ջոշուան, հրաշք էին։ Աշտարակ քաղաքի համերգից խոսեցինք, ես գիտեմ, որ պատրաստվում ես նոր համերգի, նոր մենահամերգի, արդեն Երևանում, որովհետև երեկ էլ արդեն մեր վերջնական զանգի ժամանակ, այս նկարահանման պայմանավորվելու համար, դու արդեն ես հասկացա, որ այնտեղ քննարկումների մեջ էիր եւ այլն, ուզում եմ, որ հենց այդ համերգից խոսենք, որպեսզի մեր հեռուստադիտողներն էլ իմանան եւ գան, ինչու՞ չէ, համերգին, որտեղ, երբ Երևանի սրտում հյուսիսային պողոտայի հենց կենտրոնում, այո, Երևանի սրտում։ Խնդրում եմ օգնես ինձ Աստված։ Լավ որ ես ընտրել եւ կօգնի Աստված։ 07 հուլիսի 7-ին, շնորհակալություն։ Ժամը 20:00։ Իմ ու ձեր հանդիպումն է լինելու, իմ ու ձեր երգերով։ Երեք եմ այդ ամեն ինչի մասին վերջնականապես 100% մտածել, քննարկել մեր մեծ թիմով, որի համար բոլորին շնորհակալ եմ։ Մի շատ կարևոր ընտանիք կա, որ իրականում իմ ամենաբարեկամ ընտանիքն է, VLV ընկերությունը։ Ես ասում եմ VLV ընտանիք։ Իրանք ցանկացած լավ մարդու, արժանի մարդու կողքին կանգնած են։ Ցանկացած, ես դա վստահաբար եմ ասում, իրենց ողջ ընտանիքով։ Իմ դեպքում սա այն դեպքը չի, որ կանգնած են կամ որևէ մի բան մուրում ենք, հովանավորում ենք, չէ, իմ դեպքում դա իմ VLV ընտանիք ընկերությունն է, որ իրականում մեկս մյուսի համար պատրաստ ենք, իմ շատ սիրելի Հովանեսյան ընտանիքի հետ միասին պատրաստ ենք, որ իրականացնենք որևէ մի երազանք եւս։ Իրենք ինձ կարող ուղղակի ասեն, ում կա օգնելու, ում կարող ենք սառնարան ուղղակի նվիրել, ավոգթի։ Ես այդ նման մարդկանց մասին պիտի խոսես, պիտի բարձրաձայնես։ Յուրաքանչյուրս մեր ուժերի չափով փորձում ենք անենք, ես էլ եմ անում։ Ու իրականացրել ենք իմ երազանքը, ու ես երբեք չեմ ասում համերգ, մենահամերգ, հա ասում եմ այդպես, բայց իմ համար մի քիչ խոնարհությունն ու համեստությունը ես շատ սիրում եմ իրականում, ես ասում եմ հանդիպում։ Այո, իմ ու ձեր հանդիպումը, խորագիրը լինելու է իմ ու ձեր երգերը։ Աշտարակի համերգից միայն իմ երգերն էր, բայց Երևանի սրտում համերգ եմ տալու։ Երևանի սրտում, եթե Աստված կամենա, խնդրում եմ Աստծուն, որ ստացվի։ Ու նաև լինելու է երևանյան շատ սիրուն երգեր, որ բոլորս սիրում ենք։ Որոնք են մի քանիսը։ Օրինակ երգել եմ Երևան, Երևան, պատկերացրեք Երևանյան գիշեր, հա, Երևանի գիշերներում, քեզ բարի լույս, երգը հիմա հիշում եմ, երեկոն է երբ իջնում, մտնում մովայգին, դրանք լինելու են, ու նաև լինելու է մնացածը իմ երգերը։ Ես շնորհակալ եմ քեզ իմ ընկեր, իմ մանկության ընկեր զուլալ մարդ, որ հենց քո հաղորդման շրջանակում խոսեցինք այդ համերգի մասին երկարծկացված։ Կստացվի, չէ՞։ Կստացվի, չէ՞։ Այո, անկասկած կստացվի։ Երեք արդեն գնացել եմ, ես իրենց հետ կանգնել եմ, արդեն մեծ բեմով, մեծ լույսերով թույն շոու ենք անելու, մեծ երաժշտախմբով։ Վերջ։ Աստված թողորտնի։ Ուրեմն մենք էլ հետ կվերադառնանք արդեն ամսի 7-ից հետո։ Հա, որպեսզի գանք համերգին։ Իդեպ կարևոր է, լինելու է մուտքը ազատ, անվճար բոլորի համար։ Դա իմ երազած համերգներն են, որ ես երգեմ ու ամբողջ Հայաստանից, չգիտեմ, ծայրամասերից գան ու ոչ ոք ոչ մի բան չծախսի, գան ուղղակի ուրախանան գնան։ Ես տենց եմ սիրում եմ։ Ուզում եմ։ Թող Աստված օրհնի, եթե կլինի, թող ստացվի, եթե բարին է, թող լինի։ Բարին է։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր իմ կողքին են։ Բայց ամենակարևոր բանը, որ բոլորը իմ կողքին են որպես ընկեր, ես էլ իրենց կողքին։ Ես իմ համար ոչ մեկից ոչ մի բան չեմ ուզում։ Ես կգնամ քո համար կուզեմ, Վարշամի համար մյուսի, բայց ես իմ համար ոչ ոքից ոչինչ չեմ ուզում։ Ոչինչ։ Թող Աստված այնպես անի, որ ոչ ոքից ոչինչ չուզենամ ու կարիքը չունենամ ուզենալու։ Թող մենք այնպես ապրենք, որ մեկս մյուսից հասկանանք ու հասկանանք դա պետք է։ Պիտի արվի։ Ես չեմ սպասում, որ դու ինձ ասես, չգիտեմ, Ուզեմ, որ այդպիսի մարդիկ շատ լինեն հիմա Հայաստանում։ Վերջերս մի քիչ շատ ենք չարացել իրար նկատմամբ։ Մենք, մեր ազգը, հայի նկատմամբ։ Դա ցավ է պատճառում եւ ես կուզեմ, որ այս բարությունը շատանա մեր մեջ։ Կա, բոլորի մեջ էլ բարություն կա։ Բոլորն էլ լավն են։ Բոլորն էլ մեկը մյուսի համար սրտացավ են։ Ես շատ եմ սիրում իմ ազգը, ու իմ ազգի մտածելակերպը,
Ինչի համար եմ սա ասում։ Ինչի համար եմ սա այսպես ինձանից գող խոսում, որ բոլորն էլ լավն են, որովհետև եթե հիշում ենք մենք, երբ վերջին պատերազմը սկսվեց, Յան ազգանունը վերջում Յանով էր վերջանում, ինքը մի մարդ էր, մի հայ էր ու գաղափարը մեկն էր։ Եթե բոլորս հիշում ենք պատերազմի առաջին օրերին, բոլորս մեկ էինք դարել, եւ Սփյուռքը եւ Հայաստանում ապրողը։ Տարբեր մարդ չկար, օտար մտածելակերպով մարդ չկար։ Մի քանի օր սկզբում։ Բայց նորից ցույց տվեցինք մենք, որ կարողանում ենք բոլորս մի վարքյանում դառնանք մի բռուցք, մի վարքյանում։ Բայց գիտես, հենց այդ օրհասական պահին ենք այդպեսին լինում։ Ուրեմն մեզ էլ դա տենց է տրված։ Այսպես թուլանում ենք։ Դա ես գիտեմ, որ պատերազմի հետ կապված եւ ֆիլմի հետ կապված ինչ որ պատմություն կա, որ ընդհատվել է։ Մի փոքր կպատմես, որ ֆիլմներ եւ ընդհատվեց այն պատճառով, որ դու գնացիր սահման։ Վարշավը նոր պատմես, չէ, Վարշավը նոր պատմես։ Դրա մասին տենց իմ հզոր տղերքը հիմա Եռաբլուրում պարկած են, չգիտեմ, կեսը հաշվանդամ, կեսը չգիտեմ, չեմ սիրում ես դրա մասին խոսեմ, ես ոչ մի բան չեմ արել, ես մեկ մտածում եմ, որ ես ապրում եմ, ուրեմն ես դավաճան եմ, կարդ ես բան, այն ժամանակ դες սխալ եմ մտածում, բայց դե հա նկարահանումներն էր մեր, քանի որ Միացյալ Նահանգներից էինք, այդպես էլ անգավորվում էր նկարահանումներն էր, դե ոչ մեկ չէր պատկերացնում, որ տենց խոր չէ, մենք մտածում ենք Հարոյայի հետ կապված կամ բան։ Ֆիլմը երբ սկսվեց, կորոնայից առաջ, կորոնայի ընթացքում ու արդեն պատերազմի, այդ կորոնայի հետ կապված պաուզաները ստոպել ֆիլմի։ Մի բան ասեմ, երևի բոլորը մտածում էին այդ թիմը, որ նախորդ հեռուստանովելներ են նկարել, թե ես բան եմ, որ Եմ ասում են ոտոտ խերով չէ, որ եկել ես ու իրականում ասում են, ավ այս ինչ է կատարվում դու, լուրջ բան եմ ասում, այդպես բան չկա, ֆիլմը հավաքել է, լավ թափ հավաքել։ Ֆիլմը առաջին բանը տեսարանը նկարել ենք 2020 թվականի փետրվարի 17-ին։ Ինչ եմ դա հիշում, որովհետև քրոջս տարեդարձն էին մեծ նշում, ես պիտի շուտ գայի հասնեի Սևանում։ Հետո մի քանի օր նկարվեցինք ու փակվեց։ Բայց նկարվել ենք, երևի մի 4 սերիա, 5 սերիա նկարվեցինք ու փակվեց։ Այսինքն համաճարակի հետ կապված։ Հա, կորոնայի հետ կապված ֆիլմը փակվեց, հետո մենք էլ ընտանիքով այդ ճանապարհով անցանք։ Ոյ, հետո բայց մի հետաքրքիր դեպք պատմեմ, որ ծմռանը արդեն վերարկուով չէ, չգիտեմ, այտենց կուրտկաներով ենք նկարվում, շարֆերով, գլխարկով, ամռանը պետք է կապած նույն բանը նկարել շարունակ։ Ու ամռանը ես նկարում եմ 30 աստիճան։ Հա, վերարկուով, շարֆով, գլխարկով, իբր ձմեռը։ Ու ամենալավ բանն եմ պատմում, այսօր շատ խոսեցինք Վարշավի մասին Սաֆրազյան, ու Արգիշտը, մեր հնչյունային օպերատորը։ Երբ մենք ամբողջ ընտանիքով կորոնա ենք ու իրականում ասում են ստոպ չենք տալու, մարդկանց գոնե սա պետք է, գոնե մարդիկ թողնային, իրականում ճիշտ էին մտածում։ Գոնե մի բանով ցրվեին այդ մարդիկ, ու մեր սերիալը շատ բարձր ռեյտինգ ուներ, շատ։ Ես հիշում եմ, որ մենակ Վարշավը մի կամերա ու մենակ եկել այդ բանը զվուկը Պուշկեն եկան մեր տուն նեղվում եմ ամաչում եմ վերևը չեն ուզում բարձրանալ հայացում նկարվել ենք մեր դիմակներով բայց դիմակը ասենց հանում էի այս մեր Արգիշտը շատ լավն է մեր զվուկավիկ երիտասարդ տղա հետո իմ ասել որ Վարշավն ասում որ գալիս ենք ձեր մտնում ենք ձեր բակ ասես մաներ գալիս են Վարշ երկար մի հատ ձող չկա կապեմ այս ձողին ավելի երկարանա չմտնեմ այս ասում չվարակվեմ հենց ես ասենց խոսում եմ Արգիշտը բան ասում շունչը պաս որ մասկես հանում ես բայց հետո մի բան ասեմ իրականում մայրս անտրիկ էր պատրաստել ու տղերքը բարձրացան միասին մենք ընտրեցինք դրա մասին ոչ ոք չգիտի ու Վարշավն ասաց եթե պիտի վարակվեմ եկել եմ իմ ընկերոջ տուն ուրեմն ես էլ եմ վարակվում միասին հաց ենք ել ու ոչ ոք չվարակվեց մենք էլ լավացանք հա հետո եղավ շատ դժվար էր գնում հետո սկսվեց պատերազմը դե իրականում պայմանագիրը աշխատում ես եթե դու ես էլ գլխավոր հերոսն եմ եթե ես չնկարվեմ բոլորդ ուժում են ֆիլմը կանգնում է հա դե ոչ մեկ չէր պատկերացնում որ այդքան է լինելու ստացվեց որ ես երկրորդ օրից ստոպ տվեցի կարծեմ երկրորդ օրն ա եղել առաջինը չէ երկրորդ օրից երկրորդ օրը գնացինք եկանք չգնացի երրորդ օրվանից գնացի այդ մեծ պատմություն դառավ հետո այսինքն այդպես էլ ֆիլմը չավարտվեց չէ ավարտվեց հետո ամեն ինչ վերջացավ գնացինք եկանք շնորհակալվեցինք ես իմ դժվարություններ շատ կան մեր գործի մեջ շատ հիմա տեսա հոլովակներս հենց հիմա
Թույն տեսահոլովակ եմ նկարել, թույն երկու տեսահոլովակ եմ նկարել։ Դեռ հրապարակված չի։ Հրապարակված չի, սպասում եմ հիմա համերգից նախորդին կհրապարակեմ, բայց դա էլ մոնտաժային աշխատանքն է կատարում։ Այնքան ծանր է գնում գործերը։ Չգիտեմ, բայց լավ կլինի։ Եվրոպական երկրների հիմա կսկսի տուրերս եւ կորպորատիվներին, որ աշխատում են եւ համերգներս, բայց այս տարի Հայաստանի վրա ուշադրությունը շատ մեծ է։ Ամռանը կարելի ասել, որ ես երկրից չեմ բացակայում։ Բացակայելուց, եթե մոտ է լինում, ասենք Ռուսաստան, Մոսկվա, երեք բացակայել եմ մոտավորապես երևի մի 16 ժամով կամ 14 ժամով եմ բացակայել, գնացել եմ շուտեք։ Հա, հասել եմ, փոխվել եմ, եկել եմ, փոխվել եմ եկել եմ։ Որ երկրներն են։ Ֆրանսիա, Հոլանդիա, Բելգիա, Գերմանիա, Իսպանիա, կա լիքը։ Շատ երկրներում ես եղել։ Աշտարակից եւ Հայաստանից, Երևանից հետո ամենահետաքրքիր երկիրը կամ քաղաքը որն է, որ քեզ գրավել է։ Օրինակ ինձ Լիոն քաղաքը։ Լիոնը շատ լավն է։ Լիոնը ես ասեմ, այս տարի նույնիսկ Փարիզում ինձ հետ մի քիչ անախորժ դեպքեր տեղի ունեցան Փարիզում։ Փառք ասում ամեն ինչ ընտիր է, բայց ես ասում էի, մենք ասում էինք, մի հատ լավ ընկերուն եմ ինքն էլ ասում, մարդ մի հատ պիտի տուն ունենա իրանց տունը, մի տուն էլ պիտի Փարիզում ունենա։ Ես Փարիզը շատ եմ սիրում, շատ։ Ու Փարիզը մոտավորապես որ քաղաքի պես ասեմ գիտեմ այտենց։ Ալավ ասեմ Մոսկվա 5 մատի պես չէ, ասենք ես որ Մոսկվայում ապրել եմ, Մոսկվա, չգիտեմ, Սոչի, Կազան իմ երկրորդ քաղաք եմ համարում, որովհետև Կազանում շատ եմ ապրել, ընկերներս շատ։ Ես Փարիզը բոլորից լավ գիտեմ։ Փարիզ քաղաքը բոլորից լավ գիտեմ, հա։ Ես գժվում եմ Փարիզի համար։ Ես ասում եմ Փարիզի հետ ամեն պատմություն ունեմ, ամեն։ Ֆրանսերեն լեզուն կսիրես։ Ես ֆրանսերեն ընտիր խոսում եմ, bonjour, bonjour, merci, pardon, լավ չի, հերիք այլ։ Parlez-vous français? Ça va? Comment ça va? Լավ, ֆրանսերեն երկեր։ Չկատակ եմ անում։ Չէ, կատակ եմ անում, չգիտեմ։ Ունենաս եթե ֆրանսիան չեմ կարողանում, ինձ համար շատ դժվար լեզու է։ Ես իմ երազանքս է, իրականում ամոթ ասել երազանքս է, որ դա իմ համար ոչ թե երազանքս է, շատ կուզենամ, որ լա բոհեմը ես ֆրանսերեն երգեմ մեծ հայրենակցի շանսոններ, բայց չեմ կարողանում։ Գոնե շին երգեմ, չեմ կարողանում։ Լա բոհեմն էլ հայերեն դից ուզում եմ գոնե մեր բոհեմը, բայց չի տանում ինձ այդ ես խփնվում եմ, ես գնում եմ Մոնմարտեր իրենց այդ բանը գնում եմ Մոնմարտն այն ժամանակ ես գնում եմ այդտեղ նստում եմ, այսպես նստում եմ։ Ուժ կա, էներգիա կա այդտեղ շատ։ Ես գնացի այս տարի չէ, 5-6 տարի առաջ եմ գնացել։ Նու Մադամ Տուսոյի թանգարանն են ասում այնտեղ ու Անձնավորի Մոմե Արցան այնտեղ կա դրված։ Ես ամոչում եմ իր կողքը նստեի։ Լուրջ ես չգիտեմ ինչ էր մեջը, ինչ էր կատարվում հետո։ Վայտս բան չկար, ոնց որ գայի մոտը ականջին ասի կներեք, էլի ես վատ եմ երգում, կամ լավ բաներ չեմ երգում, կամ 1000 անգամ կներեք։ Լուրջ եմ ասում, ու ասես ուզեցա ձեռքս տանեմ իր մեջքին, ես ամաչեցի, ես չկարողացա, ասես թեթև ասես իրան կպել եմ ու այդպես նկարվել եմ։ Հա։ Դա ինքը մեկ էլ մի բան ասեմ։ Իրականում ես գիրքը ընթերցել եմ Շարլի։ Հա, ֆիլմը մոտեցրել էին գրքին։ Մոտեցրել էին գրքին։ Ասեմ որ վատ չէր նկարած ֆիլմը։ Ես շատ էս բողոքական մարդ չեմ, բայց ամենավերջում ես ոգի հեկեկալով բլացելով դալիճից դուրս չէի կարող դուրս գայի։ Այդ ֆիլմը նայելով չգիտեմ ին վրա ուրիշ ազդեցություն ա թողել։ Ու հարցը նա էր որ մեր կյանքում մենք շատ շարլեր ունենք ու որոնց չեն կարողանում, չեն գնահատում ու որոնց չեն կարողանում մենք գտնենք, պահպանենք։ Այնքան վատ էր դա։ Չգիտեմ։ Դե հիմա ժամանակները գիտես այնպիսին են, որ այսպես թեթև ինչ որ ոչ խորը, ոչ տաղանդավորը կարող է դառնալ ճանաչված, շատ հետևորդներ ունենալ եւ իրեն ընդունեն, ասեն դե հարցնում են, քանի հետևորդ ունես, նայում են, ասենք հրավիրում ես հյուր կամ ուղակի արդեն անպայման նայում են, քանի հետևորդ ունեն, որ ասում են առաջ ասում էին, հա, քանի ընկեր ունես, ասա, քանի ընկեր ունես, ասեմ ով ես դու, հիմա երևի ասում են, քանի հետևորդ ունես, մի բան ասեմ, ես դրան երբեք ուշադրություն չեմ դարձնում։ Դա չէ՞ արժեքը կյանքի իրական։ Դա հիմա դա է դարել, ափսոս։
Ես համոզեմ։ Կգա ժամանակը, Չի որ գա։ կփոխվի։ Ավելի շատ լինի։ Իհարկե, եթե այսօր բան արհեստական բանականությունն է երգ գրում կոմպոզիտորների կողմից։ Ոնց ես վերաբերվում դրան։ Չասեմ էլի խնդրեմ, որովհետև իմ մտերիմ ընկերներն են, իմ ծանոթներն են ինձ ուղարկում են, ասում են ավո ջան, մի հատ լսի այս երգը կամ բան։ Եթե տրամադրությունս լավ է լինում, նու ուղղակի լսում եմ, ասում եմ, օքեյ, բայց որ դրամատուրգությունս լավ չի լինում, չեմ էլ լսում, բայց որ ով էր ինձ համար ինքը կայուն արժեք է, որ տեսնում եմ այդ արհեստական բանականությամբ ինքը ինչ որ բան է օրինել ստեղծել, խնդրում եմ, ասում եմ, չեմ կարող լսեմ, քո բաղաձայն ձայնով նստի դաշնամուրի դեմը երգի ուղարկի, ես դրա մեջ ավելի չգիտեմ, ոչ մեկի ոչ թերագնահատում եմ, ոչ քննադատում եմ, ոչ բողոքում եմ։ Կյանքը գոյության պայքար է։ Ամեն մարդ ինքը ընտրում է, թե ոնց պիտի ապրի ու այդ գոյության պայքարում որ ճանապարհով պիտի գնա։ Գնա հպարտ, մարդ, չգիտեմ, առողջ բանականությամբ, չգիտեմ, սողալ, ճախրել, ինքը պիտի ընտրի այդ ամեն ինչը։ Գետնից ուտել, թե ծառից պոկել, այդ ամեն ինչը կա, որին ինքը արժանան, ինքը պիտի ընտրի։ Կարծում եմ, երբեմն կան դեպքեր, որ դու չես կարողանում ընտրել դա, քո փոխարեն ընտրում ես ճակատագիրը։ Ճակատագիրը չգիտեմ որքանով կկարողանաս փոխել, բայց ապրելակերպդ վստահ կարող ես փոխել։ Իմ Հրաչյույ Ջինանյանը, լուսահոգի, բեմբական խոսքի իմ մեծ վարպետը, մեծ ուսուցչուհին, ասում էր աղքատ ապրելն ամոթ չէ, կեղտոտ ապրելն է ամոթ։ Իրականում կեղտը դա մեկ էլ մի հատ լավ ընկեր ունեմ, Կորյունը, իրականում ես իրան ասել եմ առաջին անգամ մեր ամենակրտսեր մայեստրոն, իմ բոլոր համերգներին Կորյունը իմ ընկերն է, ասում ինքը տենց լավ ասացվածներ ամբողջ օրը ասում է տենց ասում է կեղտը խալուտակ տալով տունը մաքուր չես պահի իրականում այդ չի վերաբերում որ աղքատությունը ու կեղտը հենց այդ ֆիզիկապես ոչ հոգիդ ամեն ինչին է իհարկե ամեն ինչին է վերաբերվում ընտրությունը քոնն է ուզում ես ասում եմ ուզում ես սողա իրական բանականություն ոչ արհեստական բանականություն է լինում է դեպքեր ինչի՞ չէ ես ինքս էլ եմ հարցնում դրան ասում եմ այս ինչ բան է ոնց է հա բայց ստեղծագործել պատկերացնում եք Արնո Բաբաջանյանը չգիտեմ Ալեքսեյ Հեքիմյանը չգիտեմ Չայկովսկին ասենք արհեստական բանականության պիտի ասենք ստեղծագործած լիներ Չէ, իսկ լուրջ, դե հիմա կարող է ինձ մարդիկ ասում են մի խոսի։ Ինչ է վերջին անգամ արհեստական բանականությանը։ Չգիտեմ, կարող եմ հարցնեմ նայեմ, էլի։ Հիմա հեռախոսը քեզ մոտ է։ Կարող եմ բառ եմ հարցրել, տենց ինչ-որ մի բան եմ հարցրել։ Արի հարցրել։ հարցնենք արհեստական բանականությանը, ով է Ավո Ադամյանը։ Դա բայց է, հարցրեք։ Հեռախոսը մոտդ է։ Չէ, քո հեռախոսով։ Ավո Ադամյան, ով է։ Եթե նկատի ունեք Ավո Ադամյանին, ապա նա հայ երգիչ, դերասան է, շոումեն, նա հայտնի է ինչպես երաժշտական գործունեությամբ, այնպես էլ հեռուստանախագծերում ու սերիալներում իր մասնակցությամբ։ Վերջին տարիներին ներկայացել է մի շարք երգեր եւ տեսահոլովակներ, այդ թվում Երանի եւ Պետք ես ինձ ստեղծագործությունները։ Մոլодեցի։ Ահագին բան գիտի իմ մասին։ Ահագին բան գիտի։ Մի հատ պատմություն պատմեմ, վարժ։ Առաջին անգամ գնացել եմ Միացյալ Նահանգներ։ Մեր մոտ ու Միացյալ Նահանգներում շատ տարբեր է։ Իրականում շատ ջիգար եմ ես գտնում դրսում մեր հայերի մեջ ու ամեն անգամ գալուց ես զարմանում եմ թե ինչու ենք մենք այսքան լավը ծայրահեղական ու ծայրահեղությունից ծայրահեղություն։ Գնացել եմ երգելու Ծիրուն իմ համեստ շատ անվանի երգիչներ կան, համ ճակերտավոր, համ իրական լեգենդներ, որոնց համար ինձ համար երջանկություն է իրանց հետ ծանոթանալ, նաև իրանքից ճանաչում են, գրկում են, ծրտաբաց, այդպիսին են։ Արի Ավո ջան մի խոսքով, հա։ Հիմա երգում եմ պատական, դա ես որ լինում է երգերս, որ աչքերդ փակում ես։ Հրաշք է։ Աչքերդ փակ երգելը շատ միշտ չի որ ճիշտ չի որ հանդիսատեսի չես տեսնում, բայց աչքերս փակ երգում եմ։ Աչքերս բացեցի պապայից տարիքի մի հատ տարիքով մարդ, պատկառելի շատ sense հակնված, հակոստով sense գուրմուրը վախ արա դու եկել ես։ Sense գիտես ինչ դու եկել ես, արա ես քո գուրմա կնոջ, արի տեսով եկել։ Sense եկել ես դիմացս բան ու ամենավատը։ Ասում Աստված ջան ինձ ուրիշի հետ են խառնել, այս մարդիկ։ Եվ ամենավատը, հիմա sense լուրջ բան եմ ասում, զգում եմ որ ամբողջ մարմինս թրջվում է։ Այդ լարվածությունից երգում եմ, չեմ ուզում երգը պրծնի, որ ինքը ասում է դու եկել ես ու անունս չի տալիս։ Ես ասում եմ ինձ խառնել ուրիշ է, տեսա երգը վերջանում է, ենթադրենք ասում եմ վայ, Աբո ջան, չգիտեմ ով ջան եկել ես դու։
Եկի sense երկը պրծավ ուզում հաջորդ երկը շուտ ասում հաջորդ երկը շուտ գնանք sense ասես որ չասես այդ իմ համար գիտես ինչ երջանկությունը ու իրականում իմ վարպետը Երվանդ Մանալյանը ինձ ասում էր հոգի ջան քո ամենամեծ հացը լինելու է ծափը ամենամեծ վաստակը որ անունդ են բացականչելու բայց ինչ խաղաղություն է այս ինչ խաղաղություն է ապրեք դուք շնորհակալ եմ Ահա քո երկերից մի քանիսը առանձնացրել եմ, որովհետև ինձ շատ են դուր գալիս։ Դրանք ոճային առումով շատ տարբեր են։ Նախ սիրահարվել եմ երգը, պետք ես ինձը, արտասովոր աղջիկը, շատ հետաքրքիր, Երանին։ Դրանք քո ստեղծագործությունները չեն, եթե ես ճիշտ եմ, այո։ Տեսեք մի բան ասեմ, իմ ստեղծագործությունները չեն, բայց չկա ստեղծագործություն, որտեղ որ ես անկուն գիշերներս չեմ անցկացնում, մոտիվը ես չեմ ընտրում, չգիտեմ, սա ես եմ։ Հա, դե բայց ասած եմ մասնագետները իհարկե։ Այո։ Չէ, ես ինչին եմ ուզում բերեմ, որ ունես նաև շատ հետաքրքիր եւ երկու երգ չեմ ուզում տխուր թեմայի գնանք, իրականում տխուր երգեր են։ Դա ուրեմն անավարտ պատումն է, Եղիկների կացանի սաունդթրեքը եւ տղերքը չկան, որ դու ես հեղինակ։ Նման երգեր կուզենամ որ շատ սիրուն ես գրել։ Շնորհակալ եմ, շատ զգացված եմ։ Ինձ համար լսելը կարծիքը նաեւ քո շատ կարեւոր է։ Անավարտ պատումի այդ չգիտեմ ինչ է դրա մեջ, ինչ կա, այդ իմ համար կախարդական երգ է այդ երգը, Գարիկ Գևորգին շնորհակալություն ընկերոջս, միասին ենք արել երաժշտությունը, գործիքավորումը միասին արեցինք։ Շատ մեծ։ Վարդանել մեր Համլետն է գրել, այդ մեր Հրաշք Քեշիշյանին, Հրաշք, այդ կինոներից մեկն էր, որտեղ ես, Խորան Լևոնյանը, Ներսես Ավետիսյանը ընկերներ ենք խաղում, շատ կարևոր էր։ Իդեպ իմ համար Խորանը օրինակելի դերասան է։ Շատ կարևոր։ Տղերքը չկան երգը պատմություն ունի ու այդ երգը հենց եւ ոչ թե երգ էր ինքը, այլ տղերքը չկան, այդտենց է որ ուղեղիդ մեջ անընդհատ իսկ մնացած երգերը մի գաղտնիք բացեմ, հիմնականում իմ բոլոր սիրային երգերը, բոլոր Երանին, պետք է ինչ չգիտեմ, որը ասացիք այդ բոլոր աշխարհի սիրուն, սիրահարվել են, բոլոր երգերը ունեն իրենց տերերին, բոլոր երգերը պատվերներ են։ Իմ բոլոր ռոմանսները ինձ գալիս է, ասենք, մեջ շատ, օրինակ սիրահարվել եմ երգը, Մարսելը, որը հիմա իմ շատ լավ բարեկամն է, իմ ընկերն է, արդեն փոքրիկ ունեն, Մենուան։ Հանդիպեցինք Մարսելը, ասում է հարսանիքիս համար ուզում եմ անակնկալ անեմ, իմ ապագա կնոջը, Հերմինեին, Մուշիկին մեր, ու երգ եմ կուզում ստեղծագործենք։ Գևորգ Հովհաննիսյանը տաղանդավոր երաժիշտ, տաղանդավոր գործիքավորող, երգան երաժշտությունը գրեց, գործիքավորումը արեց, Հարութ Տիզյանը բառերը գրեց։ Տեսօլովակը Տիգրան Ավետիսյանի հետ նկարեցինք, գնացինք Արաբական Էմիրություններում ու ամենակարևոր բանը, որ իմ իդեան իմն էր, միտքի իմն էր, որ ուզում հարստուփեսանել հենց խաղացին հերոս-հերոսուհի, գնացել ենք այնտեղ նկարել ենք, եկել ենք աշխարհի սիրուն է էլի պատմությունն է սիրո Երանին պետք է ինձ քույրս երգը այդ ամեն ինչը անհատի հիմա կարա լինի որ հենց քո ամուսինը Արթուրը Զանգեսի ավջան ուզում եմ Մարինեի համար երգ երգես ասում ավջան հաշ չկա փողին մնաց այդպես կարա հետաքրքրում է չէ ձեզանից բնատուր տաղանդ է որ երգի մեջ բարձր հա տոնայնությունից միանգամից իջնել Այսպես ես ներքևի ռեգիստրում բարխետնի ձայնով ոնց ես կարողանում անել։ Ես եմ գժվում դրա համար, բայց առաջիններից վստահաբար ասում եմ, թող բոլորը նայեն YouTube-ում գտա երգը, իմ գտա երգը, ով Արսեն Բարսամյանից, ընկերոջս, Արսեն Բարսամյանը մեծ ներդրում ունի գործերում, որտեղ դաժանեսերը երբ դարձավ տենց հիթ, բոլորը դաժանեսերի տակ էին քնում ու արթնանում, Արսեն Բարսամյանը այդ երգը ինքը կյանք տվեց, այդ երգին ինքը սարքեց ու գտա երգը երբ Արսեն Բարսամյանից հետ աշխատում ենք այդ երգերը, իդեպ հենց այս բեմի վրա եմ նկարել գտայի տեսօլովակը, Արսեն Բարսամյանը գործիքավորել էր այնպես, որ երգեմ երազանքը իմ գտա, հետո իշտում երազանքը իմ գտա Առաջինը ես ու Արսենն ենք արել, այդ բանը իրար հետ են գտել, հետո Վարդանի հետ գալստյան որ անում ենք, կարծեմ տիեզերքի մատախաղարն այդ երգի մեջ արեցինք։ Բայց կարծեմ արտասովորի մեջ էլ եմ, արդեն առաջինը կարծեմ Վարդանի հետ որ ասենք տիեզերքի մատախաղարն է երգի մեջ արեցինք, Էլենա Սահակյան։ Չեմ կփորձես փոքր այդ հատվածը էլի։ Թե անձրև գա սրտիս մեջ, կգրկեմ ես քեզ մինչև վերջ,
Կամի փեչի սրտիս մեջ մեկ է կապահեմ սերս անվերջ այդ սիրում եմ ես դինում այլի ես այդ պետք է ինձ երգը կարելի բոլորին հիշում եմ հետո մտերմացել ենք արդեն այդ ֆեսաները դա էլ պատվերա նորից արել ենք այդ երգը շատ սիրուն ա եղել ես ժամանակ ա գալիս որ չեմ հասցնում այդ բոլոր այդ դանդաղ գործերը հիմա նորից ունեմ աշխատում եմ այդ երգի վրա որ պիտի հասցնեմ, որ այդ երգեմ իրենց համար սիրում եմ, անում եմ, մարդ որ իր գործը սիրելով, ես խենթանում եմ, որ ստացվում է իմ պրոյեկտը, ստացվում է իմ երգը։ Օրինակ, տիեզերքի մատախառնը էլի միասին ենք արել Վարշավի հետ տեսահոլովակը նկարեցինք, սերիալի ամենածանր պիկ sense օրերն ա ու նկարահանումից չենք քնել, նկարահանումից ամբողջ թիմով գնացել ենք այդ տարածքը, որտեղ պիտի նկարվեինք։ Լուրջ Էլեն արդեն ասես քնում էր աթոռների վրա։ Ու ամենավատը վարշ ինչ է հիշացնում եմ քեզ հիշի որ այդ օպերա սուիտի հետ վերևում նկարվեցինք արդեն կլիպից առավոտվանից ժամը 6-ից կինոն ենք նկարվում գիշերը 12-ից թե 2-ից հետո կլիպը գնացինք նկարվեցինք ռեժիմը փոխվեց լույսը բացվեց այն որ ուժ չունենք էլ բացարձակ արդեն իրար ատում ենք բոլորս գժական ռեժիմի մեջ իջել են որ նստեմ մեքենաս գնամ մեկ էլ մեր նառան մեր երկրորդ ռեժիսորը եկավ սենց արեց Խնդրում եմ էլի են կինոյից մի հատ հատված է մնացել լույսը բացվել է մի հատ կնկարվես նոր գնացի կռիվ նառը ասում եմ չեմ կարող մեռը ինչ ես ուզում ինձան ոյ ես ու նառան որ այդ քիշպես վար որ ես ու նառան իր հետ կարոս նառ ուզում եմ մեռնես գնային կոմ ինձանից ինչ 26-28 ժամ նկարվում էինք Հիմա չեմ կարող այն ժամանակվանը չեմ մայնը ջան էլուս չունեմ չէ հիմա առաջարկներ շատ կան բայց ինքս ընտրում եմ որը հա դե արդեն հասել ես դրան որ ինքդ ընտրես եւ նախագծերն են շատ տեսահոլովակներ ունեմ շատ երգեր ունեմ թույն ամսի 7-ին որ անեմ էլի խոստանում եմ գոնե մի 3-4 պրեմիերա անում եմ անցած ամերիկից չգիտեմ 5 հատ պրեմիերա եմ արել երևի հերոստատեսային առաջարկներ ունես գիտեմ ունեմ այո ունեմ մնում է հասցնեմ Լավ կլիներ օրը 24 ժամ չլիներ գոնե 26 Ես աշխատում եմ 26-ով լիներ Ես երթվում եմ անկես մի բան ասեմ երթվում եմ թե մի բան չխափում թե մի բան չափազանցում եմ երթվում եմ երեք ես իջել եմ ինքնաթիռից եկել եմ մի քանի ժամ քնել եմ որովհետև շատ չեմ կարողանա քնել որովհետև տունը ունեմ վարպետներ ովքեր գործ են անում իմ բակում սիրուն կանաչապատում եմ անում եկել եք հերոստղան աշխատում եմ Ես չէի կարող հերոստղային տունն եմ մենակ դրաշեմ կարող գնամ քնեմ Ես գնացել եմ սիրուն գլխարկս դրել եմ քար եմ կոտրել քար եմ կարել ամեն ինչ երեք արել եմ ժամը 12-ին վերջացրել եմ գնացել եմ համերգից այդ վերջին շտրիխներն էր մնացել գնացել եմ դա եմ արել ընկերոջս ճանապարհել եմ օդանավակայան եկել եմ քնել եմ առավոտ արթնացել եմ որովհետև հերոստղան եկավ պիտի հասներ օգնել եմ ժամը 7-ից այդ ամեն ինչ արել ենք իրար հետ Դե իրականում երբ մարդը աշխատասերը ու շատ բան ունի անելու, այդ մարդիկ հասցնում են ամեն ինչ։ Չեն հասցնում են մարդիկ, ովքեր չեն ուզում աշխատել։ Քո հետ շատ երկար կարելի է խոսել, բայց այսպես sense գալով ավարտին մի քանի հարց, որ ոչ երկար պատասխան ակնկալում Ավո երգիչ, Ավո Ադամյան դերասան եւ Ավո Ադամյան շոումեն Երեք մարդ ես, ես գիտեմ, երեքն էլ հոգի հարազատ են, բայց որն է ամեն դեպքում ամենակո ես կենտրոնում։ Երեքը մեկում։ Բոլորին ասել եմ, մեկը մյուսին լրացնում է, հնարավոր չի։ Շոումենը Ավոյին է պահում։ Իսկ դերասանու երգիչը սնում է շոումենին։ Այն մեկը բերում է դերասանությունը սնում է երգիչին։ Երեքը մեկում է։ Ես իրականում այդ երեքը անում եմ ոնց որ անում եմ ամեն մեկ եթե երեք անում եմ մի մարդու պես այդ այնց ասեմ եթե ունենայր կախարդական փայտիկ ինչ կփոխեիր ինչ որ մի բան գլոբալ առումով էլ կարող եմ գլոբալ առումի մասին չխոսեմ խնդրում եմ ես գլոբալիստ չեմ ես եթե ունենայի կախարդական փայտիկ հենց հիմա ասած լավ աստված ինձ փայտիկ ու աստված ինձ ուղարկել մի բան ու ասել ինչ կուզենայր կասեի խնդրում եմ էլի այն մարդկանց ով որ սիրում եմ ես անվեր սիրում եմ դարձրու որ մենք հավերժ միասին ապրենք հա կապ չունի sense ամեն օր կչարչարվենք չենք չմեռնենք հա եթե ունենայր ժամանակի մեքենա հա ուր կուզենայր գնայր որ ժամանակ եւ ում հետ
կուզենայի հանդիպել։ Մի բան ասեմ, կուզենայի գնայի այն հին տարիները, որտեղ կային տատիկներս, պապիկներս, սովետական միությունը, որ այսօր պատմում էի, չգիտեմ այդ Մոսկվիչը, ես կուզենայի գնայի, լուրջ ես այնտեղ լավ կապրեի։ Ես կուզենայի հետ գնայի այդ տարիները։ Ես էլ եմ վերջերս։ Լուրջ չլիներ պատերը, չլիներ, չգիտեմ, որ գալիս են sense բեռնախցիկը որ ավտոյի բացում են, sense առատությունը թափվում էր։ Շաբաթ կիրակի օրերը կամ մայիսի 1-ին բոլորի տներից խորովածի ծուխ էր, ոչ մեկ մաղալ չուներ տեն սիրուն պատրաստած, այն որ բաների վրա խորոված են, հարևան ապսով նրան էր խորոված տալիս են մեկը։ Առանց զանգի կարող էին հյուր գնել։ Հա, ես հենց այդ էի, ես հենց ու գուզեմ գնամ այդ տարիները ու ապրեի գիտեք որտեղ։ Տատիս տանը։ Լուրջ, չգիտեմ կողմ մեծացել եմ, գժվել եմ։ Բայց հետս լիներ ընտանիքս, երեխեքս, կինս, այդտենց։ Դե մեծ մեքենա կտեղավորվեք։ Հա, ժամանակին է մեծ ալնում, հա։ Էլում հետդ կտանեի։ Վարժ գալիս եք, բոլորիդ էլ կտանա երեխա։ Մեկը դու էլ էր գալու, մանկության ընկերս, մեր դպրոցը։ Եվ քո բոլոր հարցազրույցների ժամանակ տրված հարցերից որն է եղել, որ քեզ նյարդայնացրել է, որ հարցը չես սիրում, որ քեզ տալիս։ Իրականում չեմ սիրում, երբ որ վերջին շրջանում որ խաղում էինք ու սեր էինք, խաղում անընդհատ ասում էի, ոնց համատեղեցիք ընտանիք եւ չգիտեմ, բան խաղանկեր, չգիտեմ։ Այտենց համատեղեցի ասենք։ Իսկ ինչ հարց կուզենայիր, որ քեզ տան, բայց այսքան հարցազրույցների ժամանակ չի տրվել։ Վայ, չգիտեմ, չեմ էլ մտածել։ Երևի այնքան հարց կա տվել են էլի։ Հա։ Իսկ ինչ հարց կտաս ինձ, եթե դու լինեիր հաղորդավարը։ Լավաշիշ լավ հարցեր տալիս, հա դզեց։ Ինչ հարց կտայր, եթե ես լինեի։ Ինձ ինչ հարց կտայր։ Լավ, կուզենայիր մենք միասին մեգա նախագիծ վարեինք, մեգա նախագիծ անցկացնեինք, հա։ Հա։ Կկարողանայի ես։ Հա, իհարկե կկարողանայի։ Որովհետև չեմ փորձել։ Որպես հաղորդավար, հեռուստա հաղորդավար, sorry, չեմ փորձել։ Դե լսի, շոումեն, դերասան, երգիչ, այդ ամեն ինչը արդեն քեզ կօգնի, որ դու որպես հեռուստա հաղորդավար փայլուն ներկայանաս։ Ունես գեղեցիկ ձայն, դրված խոսք, խարիզմատիկ արտաքին, մնում է գործընկերուհի։ Դու էլ համաձայնությունը տվեցիր։ Հեռուստաընկերություններ Ռուսաստանի Դաշնությունում էլ կարող ենք միասին աշխատել, դե ես իրականում կարող եմ մաքուր ռուսերեն ու անգլերեն, չեմ կարող ոչ մի բան ռուսերեն։ Շատ դժվար է ռուսերենը։ Չէ, խոսում եմ, վարժ խոսում եմ, բայց ինձ շատ է լինում որ առաջարկել որ ռուսերեն վարեմ, չեմ հրաժարվում, չեմ անում։ Չես անում թե։ Չէ, չեմ անում։ Չես անում։ Եթե միկրոֆոնը ձեռքիս է, ես հայերենից բացի ուրիշ լեզվով չեմ կարողանում խոսել։ Եթե ռուսերենի առաջարկ է լինում, կանչում ես մենք միասին դասեցիք, всё, գնացինք, հարց չկա։ Հիմա արդեն sense գոտե պնդված ասում եմ հուլիսի 7-ին 07/07/2026 սպասում եմ ձեզ Հյուսիսային պողոտայում Երևանի սրտում իմ ու ձեր երգերով մեր հանդիպմանը կգաք։ Անպայման Ալո Ադամյանի հետ։ Հա, գար դու ես չէ նկարելու։ Հա, օքեյ։ Եվ ինչ կմաղթես վերջում իմ հետևորդներին հայացք դրսից նախագծի իմ հավատարիմ ունկնդիրներին հետևորդներին։ Առաջին հերթին քո թիմին շնորհակալություն, որ քո նպատակը իրականություն է դարձնում, որ այս հաղորդումը հասանել։ Իրականում քո հաղորդումը շատ սիրուն դիտելիություն ունի։ Հա, շատ չէ։ Մի նոր քո ասածն մի մտածի 10 միլիոնների բանի մասին, որ մեկ-մեկ ինձ ասում են այս երկտեսը հոլովակը որ դու դրեցիր, չգիտեմ, 20 միլիոն։ Ասում եմ ժողովուրդ ջան, եթե 10000 դիտում նույնիսկ ունեցավ, իմ մոտ օրգանիկ է, այդ 10000-ից 1000-ը հաստատ լավ շագարտներ չի բացել։ Մի խոսքով կապրենք, չմտածես, հա, իրականում հետաքրքիր դիտելիություն ունի ու քո հյուրերն էլ տարբերվող մարդիկ են, ինքդ էլ, ասեմ, ինքդ էլ քո հաղորդման տեսակով, խառնվածքով մարդկանց վատ դրության մեջ չես դնում, այն որ այնպիսի հարցեր չի կարելի։ Քո սկզբունքն է, քո դասիրակությունն է մանկության, իմ ճանաչած աղջիկն ես, որ չի կարելի։ Իրականում սազում եմ, ասեմ որ ոնց որ մուրճը տվել են ձեռքիդ, գոնե խփես մეხին, խփես մեկի գլխին։ Չի կարելի։ Ինձ երբեմն եղել է ասել են, այ այնպիսի հարցեր տուր, պրովոկացիա արա, չգիտեմ, ինչ արա ավելի դիտումներ հետ կշատանա, հետևորդներ հետ կշատանան, ասում եմ, չէ, ես երբեք ես իմ հյուրին չեմ կանչում, որ իր հաշվին ես հաստատեմ եւ ու անհարմար վիճակի մեջ դնեմ, չէ, առհասարակ ես ոչ ուզում եմ լացացնեմ իմ հյուրերին, ոչ անհարմար դրության մեջ դնեմ, ես ուղղակի ոչ էլ հարց
հարցազրույց է, իրականում ֆորմատը հարցազրույց է, բայց Հավես այն զրուցում Ես սիրում եմ զրուցել մարդկանց հետ։ Ներողություն, զրից են կանում, զրից աշտարակցին ասում է։ Ու ինչ կմաղթեմ քո հետևորդին, քո հանդիսատեսին։ Ապրեք ոնց կարողանում եք, ապրեք ոնց ուզում եք։ Միայն թե ապրեք։ Ամենակարևորն է, ապրեք դուք որ կաք, եթե դուք չլինեք, այս հաղորդումը իմ երկած է, ոչինչ չէր նշանակելու։ Սիրում եմ ձեզ, շնորհակալ եմ, որ մեր երկրում, մեր Հայաստանում, մեր մշակույթի տանը այսպես գեղեցիկ հարցազրույց ունեցան։ Զրից արեցինք։ Ես առաջարկում եմ հիմա, արի չտենք քայլենք գնանք հրապարակ, տես ինչքան սիրուն է հենց հիմա աշտարակի հրապարակը։ Գալիս ես։ Գնանք մի հատ ցայտախբիրից ջուր խմենք հրապարակի։ Գնացինք։ Իսկ ես հիշեցնեմ, որ հայացք դրսից նախագծի հյուրն էր, սիրված ու ճանաչված դերասան, երգիչ, շոումեն, իմ լավ ընկեր, մանկության ընկեր Ավո Ադամյանը։ Շնորհակալ եմ, գնացինք։